Երանյան մի հրուշակարանում միլիարդատերն ականատես է լինում, թե ինչպես են անփողության պատճառով չեղարկում ծննդյան տորթի պատվերը։ Տղայի ճակատագրին հաշտված հայացքն ու մոր լուր շարժումը խորը հիշողություններ են արթնացնում այն մարդու մեջ, ով կարծում էր, թե ամեն ինչ ունի։ Այն, ինչ սկսվում է մերժված տորթից, վերածվում է սիրո, վերամիավորման նախապաշարմունքների դեմ ուղղված քաջության մի պատմության։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին գրել մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Դե ինչ, շարունակեցինք։ Խոստանում եմ, սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Շաբաթ առավոտը Երանում սկսվում էր հանգստյան օրերին բնորոշ եռուզեռով, երբ կենտրոնի փողոցները լցվում էին ազատ օրը վայելող ընտանիքներով։ Սեպտեմբերյան արը թափանցում էր խանութների ցուցափեղկերից ներս, լուսավորելով գունագեղ տեսականին ու լայն մայթերով քայլող շտապող մարդկանց։ Հացի փռերի, դեղատների ու փոքրիկ խանութների շարքում առանձնանում էր մի հրուշակարան, իր հմայիչ ճակատամասով բաց դռնից տարածվող թարմ հացի ու շոկոլադե տորթի անզուգական բույրով։ Արամ Մարտիրոսյանն իր թանկարժեք մեքենան կայանեց հաստատության դիմաց այնպիսի անփութությամբ, որը բնորոշ էր իր ձեռքի տակ ամեն ինչ ունենալուն սովոր մարդուն։ 45 տարեկանում նա Երանի անշարժ գույքի ոլորտի ամենահաջողակ գործարարներից էր, մի կառուցապատող ընկերության սեփականատեր, որը մայրաքաղաքի տարբեր հատվածներում էլիտար շենքեր էր կառուցում։ Նրա անունը հոմանիշ էր արդյունավետությանն ու հաջողությանը։ Հագին բաց կապույտ վերնաշապիկ, դերձակի կարած տաբատ շվեյցարական ժամացույց, որն ավելի թանկ արժեր, քան փողոցում կայանված մեքենաների մեծ մասը, Արամը վստահ քայլերով մտավ հրուշակարան, արդեն իսկ հեռախոսով հաջորդ օրվա հանդիպումները նշելով։ Նա այստեղ էր ընդամենը մի պատվեր վերցնելու, որը քարտուղարուհին տվել էր երկուշաբթի օրվա կարևոր հանդիպման համար։ Թանկարժեք, գեղեցիկ ձևավորված քաղցրավենիք, օտարերկրյա ներդրողներին տպավորելու համար։ Մի բան, որը նրա ժամանակից 5 րոպեից ավելի չէր խլի։ Արամի գրաֆիկը խիտ էր նույնիսկ հանգստյան օրերին, քանի որ նրա համար ժամանակը բառացիորեն փող էր։ Հրուշակարանը հարմարավետ էր, բաց գույնի պատերին փայտե դարակներ էին, որոնց վրա դրված էին գունավոր կոնֆետներով, տնական թխվածքաբլիթներով լի ապակե տարաներ։ Ապակե վաճառասեղանին ցուցադրված էին ամեն տեսակի չափի տորթեր, փայլուն գլազուրով կարկանդակներ, փոքրիկ արվեստի գործեր հիշեցնող խմորեղեններ։ Վաճառասեղանի հետում երկու աշխատակցուհի կար, մեկը տետրում ինչ-որ բան էր գրում, իսկ մյուսը հաճախորդի էր սպասարկում։ Արամը կանգնեց փոքրիկ հերթում, իր առջ ընդամենը 3 հոգի կար, ուշադրությունը կրկին սեռեց հեռախոսին։ Նա էլեկտրոնային նամակի էր պատասխանում, երբ վաճառասեղանի կողմից լսեց մի կանացի ձայն, ցածր, բայց տագնապով լի։ Ես պետք է չեղարկեմ պատվերը։ Արամն բնազդաբար բարձրացրեց հայացքը։ Իր առջ մի երիտասարդ կին էր խոսում աշխատակցուհու հետ։ Նա երի 30-ն անց կլիներ, շագանակագույն մազերը հավաքված էին հասարակ պոչիկով, հագուստը մաքուր էր, բայց ակնհայտորեն մաշված։ Նրա կողքին կանգնած 6-7 տարեկան մի տղա ամուր բռնել էր նրա ձեռքը, գլխիկոր նայելով գետնին մի արտահայտությամբ, որը չափազանց հասուն էր թվում իր տարիքի համար։ Բայց տիկին Անահիտ, քաղաքավարի պատասխանեց աշխատակցուհին, տորթը գրեթե պատրաստ է։ Վաղը Դավիթի ծնունդը չէ։ Մենք արդեն սկսել ենք ձեր պատվիրած թեմայով զարդարանքը։ Կինը, Անահիտը, սեղմեց շուրթերը, կարծես սպում էր դուրս պրծնելու պատրաստ լացը։ Նրա ազատ ձեռքը բռունցքվեց, կարճ եղունգները խրվեցին ափի մեջ։ Գիտեմ, Կարինե, գիտեմ։ Բայց մի բան պատահեց։ Տատիկս այս շաբաթ բժշկի գնաց։ Շտապ դեպք էր։ Ծննդյան համար առանձնացրած փողը ստիպված եղա ծախսել հետազոտությունների ու դեղերի վրա։ Ոչ մի կերպ չի ստացվի, շատ եմ ցավում։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Աշխատակցուհին նայեց տղային, որը դեռ գլխիկոր էր, ապա նորից Անահիտին։ Համոզվա՞ծ եք։ Կարող ենք զեղչ անել, կամ էլ հետո կվճարեք հանգիստ։ Ոչ։ Անահիտի ձայնը հաստատուն դուրս եկավ, բայց դողում էր։ Չեմ ուզում պարտքի տակ մնալ։ Առանց այդ էլ ամեն ինչ շատ դժվար է։ Ավելի լավ է չեղարկել։ Արամը տարօրինակ զգացողությամբ հետում էր այդ ամենին։ Նա սովոր էր միլիոնների շուրջ բանակցել, հարյուրավոր աշխատատեղերի վրա ազդող որոշումներ կայացնել, բարդ խնդիրներ հեշտությամբ լուծել։ Բայց այս պարզ տեսարանում ինչ-որ բան նրան անշարժացրել էր։ Գուցե տղայի կեցվածքը։ Երեխան չէր լացում։ Տեսարան չէր սարքում։ Մորը չէր խնդրում վերանայել որոշումը։
Նա ուղղակի կանգնել էր այնտեղ, լուռ, ընդունելով իրավիճակը մի հասունությամբ, որը չպետք է լիներ այդ տարիքի երեխայի մոտ։ Անահիտը շրջվեց, որ դուրս գա, ամուր բռնելով որդու ձեռքը։ Հենց այդ պահին տղան հետ նայեց, ընդամենը մթվայրկյանով, նրա հայացքը հանդիպեց Արամի հայացքին։ Այդ հայացքում արցունքներ չկային, բայց ավելի վատ բան կար։ Հաշտվողականություն կար։ Ընդունում։ Համոզմունք, որ որոշ բաներ ուղղակի իր համար չեն։ Արամն այնպես զգաց, կարծես հարված ստացավ ստամոքսին։ Հանկարծ նա այլս կենտրոնի հրուշակարանում չէր։ Նա վերադարձել էր իր 7 տարեկանը, Երանի նոր Նորքի զանգվածներում, ապրում էր 2 սենյականոց տանը մոր 2 կրտսեր եղբայրների հետ։ Հիշեց այն օրը, երբ մայրը տիկին Լուսինեն խանութից վերադարձել էր իրենց պլանավորած գնումների միայն կեսով։ Փողը չհերիքեց, տղաս, ասել էր նա այն նույն կոտրված ձայնով, որով քիչ առաջ խոսեց Անահիտը։ Հիշեց, թե ինչպես ինքը չլացեց, ինչպես ասաց, որ ամեն ինչ լավ է, որ այդքան էլ սոված չէ։ Հիշեց մոր վիրավորված հպարտությունը, այն լուր ուժը, որը նա կրում էր ամեն օր, լուսադեմին տնից դուրս գալով 3 տարբեր տներում որպես մաքրուհի աշխատելու։ Արամը թարթեց աչքերը, վերադառնալով ներկա։ Անահիտն արդեն գրեթե հրուշակարանի դռան մոտ էր։ Սպասեք։ Սեփական ձայնը զարմացրեց նրան, ավելի բարձր հնչելով, քան մտադրվել էր։ Անահիտը շփոթված շրջվեց։ Հերթում կանգնած մյուս մարդիկ նույնպես նայեցին նրան։ Արամը 2 քայլ առաջ արեց, մոտենալով կնոջն ու տղային։ Մոտիկից նա կարողացավ ավելի լավ տեսնել մանրամասները, Անահիտի կարմրած աչքերը, որոնք վկայում էին, որ նա վերջերս լացել է, տղայի մաքուր խնամքով արդուկված հագուստը, բայց տաբատի ծնկներին աննկատ կարկատաններով, երկուսի էլ մաշված կոշիկները։ Ներողություն, որ խառնվում եմ, սկսեց Արամը, տարօրինակ կերպով անհարմար զգալով, բայց ակամա լսեցի։ Եվ ես կցանկանայի վճարել ձեր որդու ծննդյան տորթի համար։ Անահիտը լայն բացեց աչքերը, մի քայլ հետ գնալով, կարծես նրան հրել էին։ Ինչ։ Ոչ, ոչ։ Շնորհակալ եմ, բայց ոչ։ Խնդրում եմ, պնդեց Արամը, պահպանելով ձայնի հանգիստ տոնը։ Սա բարեգործություն չէ։ Պարզապես ես էլ եմ եղել այս իրավիճակում։ Շատ վաղուց։ Եվ ես կցանկանայի դա անել։ Պարոն, դուք ինձ չեք ճանաչում։ Անահիտի ձայնն ավելի բարձր, պաշտպանողական դուրս եկավ։ Վիրավորված հպարտությունը տեսանելի էր ամեն բառում։ Ես անծանոթներից ողորմություն չեմ ընդունում։ Շնորհակալ եմ առաջարկի համար, բայց ոչ։ Նա նորից շրջվեց, որ դուրս գա, որդուն ձեռքից քաշելով։ Բայց տղանց մեկ անգամ հետ նայեց, Արամը նրա աչքերում տեսավ լուռ աղաչանք։ Ոչ թե տորթի համար, այլ մորը երջանիկ տեսնելու, թեկուզ միայն մի պահ։ Իմ անունը Արամ Մարտիրոսյան է, ասաց նա, այս անգամ ավելի բարձր։ Անահիտը կանգ առավ, բայց չշրջվեց։ Ես մեծացել եմ նոր Նորքի 9 հրթ զանգվածում։ Մայրս 3 երեխա է մեծացրել մենակ, աշխատելով որպես մաքրուհի։ Եղել են ժամանակներ, որ շաբաթներով միայն հնդկածավար ու ձու ենք կերել։ Իմ ծննդյան օրեր են եղել, որ անցել են առանց տոնի։ Առանց տորթի, առանց ոչնչի, որովհետև փողը վերջացել էր մինչ ամսվա վերջ։ Այժմ Անահիտը դանդաղ շրջվեց։ Նրա աչքերում արցունքներ կային։ Ես հիշում եմ, թե ինչպես էի տեսնում մորս լոգարանում թաքուն լացելիս, շարունակեց Արամը, կոկորթում խեղդող զգացումով։ Որովհետև նա կարծում էր, թե անհաջողակ է, քանի որ չի կարողանում տալ այն ամենը, ինչին մենք արժանի էինք։ Բայց նա այդպիսին չէր։ Նա ամենաուժեղ մարդն էր, ում ես երբեք ճանաչել եմ։ Եվ ես վստահ եմ, որ դուք էլ եք այդպիսին։ Ծանր լռություն տիրեց հրուշակարանում։ Հերթում կանգնած մյուս մարդիկ հարգալից լռությամբ հետում էին տեսարանին։ Նույնիսկ աշխատակցուհին դադարեցրել էր իր գործը։ Ես ողորմություն չեմ առաջարկում, ասաց Արամը, մի քայլ առաջ գալով։ Ես առաջարկում եմ ձեզ համար անել այն, ինչ կուզենայի, որ ինչ-որ մեկն այն ժամանակ աներ իմ մոր համար։ Տեսնել ձեր որդու դեմքի ժպիտը, երբ նա կպչի տորթի մոմերը։ Այսօրվա համար գոնե մենակ չկրել այդ բեռը։ Անահիտը ձեռքերով փակեց դեմքը, ուսերը դողում էին։ Տղան, Դավիթը, սեղմեց նրա ձեռքը, նայեց Արամին վախի ու հույսի խառնուրդ արտահայտող հայացքով։ Չգիտեմ, շշնջաց Անահիտը մատների արանքից։ Չգիտեմ, կարող եմ ընդունել սա։ Կարող եք, վստահ ասաց Արամը։
Եվ ես ոչը որպես պատասխան չեմ ընդունի։ Անահիտը վերջապես իջեցրեց ձեռքերը, նայելով Արամի աչքերին։ Այնտեղ ներքին պայքար էր, վիրավորված հպարտության որդուն երջանիկ տեսնել ցանկացող մայրական սիրո մեջ։ Դա պարտք կլինի, վերջապես ասաց նա, ձայնը դողացող, բայց հաստատուն։ Ես ձեզ կվերադարձնեմ։ Կարող է երկար տել, բայց կվճարեմ։ Արամը գլխով արեց, թե փոքր ինչ մտադրություն չուներ գումարը հետ վերցնելու։ Պայմանավորվեցինք։ Նա մոտեցավ վաճառասեղանին, որտեղ աշխատակցուհի Կարինեն արցունքոտ աչքերով հետում էր ամեն ինչին։ Նրա պատվիրած տորթը, ասաց Արամը, պահպանեք պատվերը։ Եվ մի բան ասեք, դուք տոնական ամբողջական ձավորում անում եք։ Փուչիկներ, քաղցրավենիք, ամեն ինչ։ Կարինեն շփոթված թարթեց աչքերը։ Այո, մենք ամբողջական փաթեթներ ենք առաջարկում։ Բայց… Ուրեմն ես ուզում եմ ամբողջական փաթեթը, ընդհատեց Արամը։ Այն ամենը, ինչ անհրաժեշտ է երեխայի ծննդյան տոնի համար։ Ձեր ունեցած լավագույնը։ Պարոն Արամ, ոչ, դա չափազանց շատ է, արագ մոտեցավ Անահիտը։ Տորտն արդեն իսկ բավական է, ավելին պետք չէ։ Արամը մեղմ ժպիտով շրջվեց դեպի նա։ Երբ եք վերջին անգամ ինչ-որ բան նշել։ Իսկապես, առանց փողի մասին անհանգստանալու։ Անահիտը բացեց բերանը պատասխանելու, բայց ոչ մի ձայն դուրս չեկավ։ Նրա աչքերը նորից լցվեցին արցունքներով։ Ուրեմն թույլ տվեք ես անեմ դա, ցածրաձայն ասաց Արամը։ Ոչ թե խղճահարությունից, այլ որովհետ կարող եմ։ Եվ որովհետ օրեր են լինում, երբ կյանքը պետք է մի քիչ գույն ունենա, գիտեք։ Դավիթը, որը մինչ այդ լուռ էր մնացել, բաց թողեց մոր ձեռքը մի քայլ արեց դեպի Արամը։ Նրա մեծ աչքերը սերված էին գործարարի վրա։ Դուք Սուպերմենի նման եք, բարակ ձայնով հարցրեց տղան։ Հարցն անակնկալի բերեց Արամին, նա չկարողացավ զսպել շուրթերից պոկված անկեղծ ծիծաղը, առաջինը երկար ժամանակվա մեջ։ Ոչ, չեմպիոն։ Ես ուղղակի սովորական մարդ եմ։ Բայց ես էլ եմ ուզում օգնել, երբ կարող եմ։ Դավիթը ժպտաց։ Դա փոքր, ամաչկոտ, բայց իրական ժպիտ էր։ Եվ այդ ժպիտը Արամի կրծքում ինչ-որ բան շարժեց այնպես, ինչպես նա չէր զգացել տարիներ շարունակ։ Հաջորդ րոպեներին Արամն ու Կարինեն քննարկեցին տոնի մանրամասները։ Այն լինելու էր Անահիտի տանը, հաջորդ օրը՝ կիրակի։ Արամը ամեն ինչի համար վճարեց տեղում, քարտով, առանց վարանելու։ Երբ վերջնական գումարը հայտնվեց էկրանին, Անահիտը խեղդված հեկեկաց, բայց Արամն ուղղակի ժպտաց ասաց, որ ամեն ինչ կարգին է։ Ես ձեզ կտամ իմ համարը, ասաց Անահիտը, դեռս տեսանելիորեն ցնցված։ Եվ իմ հասցեն, որպեսի առաքեք։ Եվ ձեր համարն էլ, որպեսի կարողանամ գումարը վերադարձնել։ Արամը նրա տվյալները գրեց անձեռոցիկի վրա, որը Կարինեն առաջարկեց, իր այցեքարտը տվեց Անահիտին։ Նա լայն բացված աչքերով նայեց թղթի փոքրիկ ուղղանկյունին, կարդալով նրա լրիվ անունն ու պաշտոնը, Մարտիրոսյան շին.ի գլխավոր տնօրեն։ Դուք կառուցապատող ընկերության սեփականատեր եք, հարցրեց նա գրեթե անձայն։ Այո, հաստատեց Արամը, առանց մեծ կարողություն տալու։ Բայց դա հիմա կարոր չէ։ Կարորն այն է, որ Դավիթը կունենա իր ծննդյան տոնը։ Նրանք հրաժեշտ տվեցին այնտեղ, հրուշակարանի դռան մոտ։ Անահիտն ամուր սեղմեց Արամի ձեռքը, նրա կարմրած աչքերը փայլում էին մի բանով, որը նա բնորոշեց որպես երախտագիտության անհավատության խառնուրդ։ Շնորհակալ եմ, շշնջաց նա։ Չգիտեմ, ինչպես շնորհակալություն հայտնել։ Երդվում եմ, որ կվերադարձնեմ գումարը։ Պետք չէ, անկեղծ ասաց Արամը։ Ուղղակի ծննդյան օրվանից մի նկար ուղարկեք։ Ուզում եմ տեսնել նրա ժպիտը։ Դավիթն ամաչկոտ թափահարեց ձեռքը Արամին, նախքան մոր հետ ձեռք-ձեռքի տված հեռանալը։ Արամը կանգնած մնաց մայթին, հետելով, թե ինչպես են նրանք հեռանում մարդաշատ փողոցով։ Կինն այժմ ավելի թեթ քայլերով էր գնում, իսկ տղան վեր էր նայում նրան, ինչ-որ բանի մասին ոգորված խոսելով։ Արամը վերջապես վերադարձավ հրուշակարան, իր սեփական պատվերը վերցնելու, բայց հայտնաբերեց, որ հազիվ է կարողանում կենտրոնանալ աշխատակցուհու տված հրահանգների վրա, սառնարանում պահելու պիտանելիության ժամկետի մասին։ Նրա միտքն այլ տեղ էր, գամված այն անսպասելի հանդիպմանը, որը խորը ինչ-որ բան էր շարժել իր մեջ։ Երբ վերադարձավ մեքենա, Արամը միանգամից չմիացրեց շարժիչը։ Նստած մնաց այնտեղ, ձեռքերը ղեկին, նայելով փողոցի շարժին, առանց իսկապես ինչ-որ բան տեսնելու։
Մտածեց իր սեփական կյանքի մասին, որը 20 տարուց ավելի անխոնջ աշխատանքի արդյունքում աղյուս առ աղյուս կառուցել էր։ Նա ուներ այն ամենը, ինչ փողով կարելի էր գնել։ Հսկայական բնակարան Կասկադի մոտ, թանկարժեք մեքենաներ, հաջողակ ընկերություն, ներդրումներ, որոնք մեկ ամսում ավելի շատ եկամուտ էին բերում, քան շատ մարդիկ վաստակում էին մեկ տարում։ Բայց երբ էր վերջին անգամ նա իսկապես ինչ-որ բան զգացել։ Երբ էր վերջին անգամ նրա արարքը շահույթից կամ վնասից բացի այլ իմաստ ունեցել։ Նրա ամուսնությունը Լիլիթի հետ ավարտվել էր 3 տարի առաջ, երկու մարդկանց սառը բյուրոկրատական ամուսնալուծությամբ, որոնք այլս չէին հանդուրժում միմյանց։ Նա ստացել էր իրենց դստեր, Նանեի խնամակալությունը, որն այժմ 16 տարեկան էր, հազիվ էր խոսում նրա հետ։ Աղջիկը նրան էր մեղադրում ամուսնալուծության համար, սնվելով մոր թունավոր խոսքերով, նախընտրում էր հանգստյան օրերն անցկացնել ընկերուհիների, քան հոր հետ։ Արամը փող ուներ։ Հաջողություն ուներ։ Հարգանք ուներ գործարար աշխարհում։ Բայց կապ չուներ։ Իրական ջերմություն չուներ։ Նպատակ չուներ, բացի ավելի ու ավելի շատ կուտակելուց մի անիվի մեջ, որը երբեք չէր դադարում պտտվել։ Եվ ահա, այդ սովորական շաբաթ առավոտյան նա հանդիպել էր մի մոր, որը պայքարում էր որդուն արժանապատվություն տալու համար։ Եվ մի տղայի, որը չէր լացում, որովհետև արդեն շատ վաղ էր։ Սովորել, որ լացելը իրականությունը չի փոխում։ Արամը միացրեց մեքենան, հեռացավ այնտեղից կրծքում տարօրինակ զգացողությամբ։ Մի բան մելանխոլիայի հույսի մեջ։ Նա դեռ չգիտեր, բայց կենտրոնի հրուշակարանում այդ պատահական հանդիպումը մի սերմ էր ցանել, որը լիովին կփոխեր նրա կյանքի ընթացքը։ Հաջորդ օրը, կիրակի, Արամն արթնացավ սովորականից շուտ։ Սովորաբար կիրակի առավոտներն անցկացնում էր նամակներին պատասխանելով, հաշվետվություններ վերանայելով, բայց այդ օրը նա յուրաքանչյուր 5 րոպեն մեկ նայում էր հեռախոսին, Անահիտից հաղորդագրության սպասելով։ Հաղորդագրությունը եկավ ժամը 2-ի սահմաններում։ Դա նկար էր։ Դավիթը կանգնած էր գունագեղ տորթի առջ, որի վրա վառվող մոմերը կազմում էին 7 թիվը։ Տղան ականջից ականջ ժպտում էր, աչքերը փայլում էին մաքուր երջանկությունից։ Հետին պլանում երում էին գունավոր փուչիկներ քաղցրավենիքով փոքրիկ սեղան։ Տունը համեստ էր, պատերը տեղ-տեղ թեփոտված, բայց խնամքով զարդարված։ Եվ նկարի անկյունում երում էր Անահիտի դեմքի մի մասը, նա նույնպես ժպտում էր։ Հաղորդագրության տակ գրված էր ընդամենը. «Շնորհակալ եմ իմ որդուն ուրախությունը վերադարձնելու համար։ Դուք չեք պատկերացնի, թե դա ինչ նշանակեց մեզ համար»։ Արամը երկար նայում էր այդ նկարին։ Հետո պահպանեց հեռախոսում, դրեց որպես էկրանի նկար։ Նրա աշխատակիցները տարօրինակ կհամարեին, բայց նրան դա չէր հետաքրքրում։ Այդ պատկերը խորհրդանշում էր մի բան, որի գոյության մասին նա մոռացել էր։ Այն խորհրդանշում էր մարդկայնություն։ Իրական կապ։ Նպատակ։ 3 օր անց չորեքշաբթի, Արամն իր գրասենյակում էր, Հյուսիսային պողոտայի գործարար շենքի 23-րդ հարկում, երբ հեռախոսը զանգեց։ Անծանոթ համար էր։ Նա պատասխանեց, սպասելով, որ ինչ-որ հաճախորդ կամ մատակարար է։ Ալո։ Բար, Արամ։ Անահիտի ձայնը մյուս կողմից լարված հնչեց։ Ներողություն անհանգստացնելու համար։ Անահիտն է։ Մենք ծանոթացել ենք հրուշակարանում անցած շաբաթ։ Անահիտ։ Արամն անկեղծորեն ոգորվեց, ինչը հազվադեպ էր նրա համար աշխատանքային զանգերի ժամանակ։ Բար ձեզ։ Ամեն ինչ լավ է։ Ստացա նկարը։ Դավիթը փայլում էր։ Այո, նա այնքան երջանիկ էր։ Նրա ձայնում ժպիտ կար։ Տոնը հիանալի էր։ Նա անընդհատ ձեր մասին է խոսում։ Ասաց, որ դուք իր պահապան հրեշտակն եք։ Արամը ծիծաղեց, կրծքում ջերմություն զգալով։ Նա յուրահատուկ տղա է։ Այո, այդպես է։ Դադար եղավ։ Տեսեք, ես զանգում եմ, որովհետև… Դե, ես կուզենայի ձեզ հետ խոսել։ Գումարի մասին, թե ինչպես եմ ձեզ վերադարձնելու։ Գիտեմ, որ ասացիք, պետք չէ, բայց ինձ համար դա կարևոր է։ Ժամանակ ունեք մի սուրճ խմելու։ Կարող է լինել ձեզ հարմար օրն ու ժամին։ Արամը նայեց համակարգչի էկրանին իր խիտ գրաֆիկին։ Նա գրեթե ամեն օր հանդիպումներ ուներ, գործնական ճաշեր, ընթրիքներ ներդրողների հետ։
Իսկ ինչ կասեք վաղը կեսօրին, լսեց նա սեփական ձայնը, մտովի չեղարկելով մի մատակարարի հետ ճաշը, որը կարելի էր հետաձգել։ Վաղը հիանալի է, պատասխանեց Անահիտը, թեթացած։ Կա մի տեղ, որը նախընտրում եք։ Արամը մի պահ մտածեց։ Սովորաբար նա թանկարժեք ռեստորաններ էր հաճախում, վայրեր, որտեղ միլիոնանոց գործարքներ էր կնքում, օմար ուտելիս։ Բայց հիմա դա չէր ուզում։ Ճանաչում եք անկյունի սրճարանը այնտեղ, Սարյան փողոցի վրա, մետրոյի մոտ։ Այո, ճանաչում եմ։ Ուրեմն հանդիպենք այնտեղ կեսօրին։ Անջատելուց հետո Արամը ժպիտը դեմքին նայում էր հեռախոսին։ Նրա քարտուղարուհին Անին մտավ սենյակ մի կույտ փաստաթղթերով, ստորագրելու համար, կնճռոտեց ճակատը, տեսնելով տնօրենի արտահայտությունը։ Պարոն Մարտիրոսյան, լավ եք։ Երբեք ձեզ այսպես ժպտալիս չեմ տեսել։ Արամը թարթեց աչքերը, վերադառնալով իրականություն։ Լավ եմ, Անի։ Իդեպ, չեղարկիր վաղվա իմ ճաշը Պետրոսյանի հետ։ Ասա, որ անկանխատեսելի բան է եղել, նշանակիր հաջորդ շաբաթվա համար։ Անին նշեց, թե տեսանելիորեն հետաքրքրված էր։ Կարո՞ր հանդիպում է։ Արամը նայեց Դավիթի նկարին հեռախոսում, որը դեռ բաց էր էկրանին։ Այո, անկեղծ ասաց նա։ Ամենակարևորը, որ ունեցել եմ երկար ժամանակվա ընթացքում։ Անկյունի սրճարանը այն վայրերից էր, որոնք դիմադրում էին ժամանակին Երանի անզուսպ արդիականացմանը։ Այն գտնվում էր Սարյան փողոցից առաջատ մի անկյունում, մայթին սփռված փայտե սեղանիկներով արից խամրած կարմիր հովանոցով, որը հաճախորդներին պաշտպանում էր հոկտեմբերյան ուժեղ արից։ Թարմ սուրճի բույրը, խառնված տապակած հացի բույրին, դուրս էր գալիս բաց դռնից, հրապուրիչ հանգստացնող։ Արամը 10 րոպե շուտ եկավ, ինչը անսովոր էր նրա համար, ով սովորաբար իր ժամերը րոպեների ճշտությամբ էր հաշվարկում, ժամանակ չկորցնելու համար։ Նա ընտրեց դրսի սեղաններից մեկը, առած ստվեր տվող ծառի տակ, սուրճ պատվիրեց, սպասելիս։ Նա նյարդայնանում էր, զարմանքով նկատեց։ Նյարդայնանում էր այնպես, ինչպես չէր լինում նույնիսկ կարևոր ներդրողների համար նախատեսված շնորհանդեսներից առաջ։ Նրա ձեռքերը թմբկահարում էին փայտե սեղանին, նա յուրաքանչյուր մի քանի վայրկյանը մեկ ստուգում էր հեռախոսը, թե գիտեր, որ դեռ րոպեներ կան մինչ պայմանավորված ժամը։ Անահիտը հայտնվեց ուղիղ կեսօրին, արագ քայլելով մայթով։ Նա հագել էր բաց կապույտ բլուզ հասարակ ջինսետ աբատ, այս անգամ մազերն արձակ էին, թափված ուսերին։ Ուսին կտորից մեծ պայուսակ էր կրում, կարծես խնամքով էր պատրաստվել հանդիպմանը։ Երբ նրա հայացքը հանդիպեց Արամի հայացքին, նա ժպտաց, բայց դա լարված ժպիտ էր, մեկի, ով լավ չգիտեր, թե ինչ սպասել այդ պահից։ Արամը ոտքի կանգնեց նրան ողջունելու, նրանք մի վայրկյան կանգնած մնացին, չիմանալով, ձեռք սեղմեն, թե գրկախառնվեն։ Ի վերջո նրանք ընտրեցին մի անհարմար ողջույն, որն ավարտվեց պաշտոնական ձեռքսեղմումով, որին հաջորդեց շփոթված ծիծաղը։ Բար, ասաց Անահիտը, նստելով աթոռին, որը Արամը հետ քաշեց նրա համար։ Ներողություն, եթե լարված եմ։ Ամեն օր չէ, որ կարևոր գործարարի հետ սուրճ ես խմում։ Խնդրում եմ, ինձ մի վերաբերվիր որպես կարևոր գործարարի, խնդրեց Արամը նույնպես նստելով։ Այսօր ես ուղղակի Արամն եմ։ Եվ դու հանգիստ եղիր, պետք չէ լարվել։ Մատուցողը մոտեցավ, Անահիտը կապուչինո խաչապուրի պատվիրեց։ Արամը նկատեց, որ նա ընտրեց ճաշացանկի ամենաէժան տարբերակները կրծքում ցավ զգաց։ Նա գիտեր, թե ինչ ժեստ է դա, ծանոթ էր այն լուռ մաթեմատիկային, որը քիչ փող ունեցող մարդիկ ավտոմատ կերպով անում են ճաշացանկին նայելիս, մտովի գումարելով յուրաքանչյուր կետ հանելով այն ամենը, ինչը էական չէ։ Ինչ ուզում ես, պատվիրիր, մեղմ ասաց նա։ Իմ հաշվին է։ Ոչ, ես իմ մասը կվճարեմ, արագ, պաշտպանողական պատասխանեց Անահիտը։ Ես արդեն ձեզ պարտք եմ։ Չեմ ուզում ավելին պարտք լինել։ Արամը հոգոց հանեց, բայց չպնդեց։ Նա սկսում էր հասկանալ, որ Անահիտի հպարտությունը մի բան էր, որը պետք էր հարգել, ոչ թե պայքարել դրա դեմ։ Երբ մատուցողը հեռացավ, նրանց միջ անհարմար լռություն տիրեց։ Անահիտը նյարդայնացած խաղում էր ձեռքերի հետ, իսկ Արամը ճիշտ բառեր էր փնտրում, սառույցը կոտրելու համար։ Ինչպե՞ս է Դավիթը, վերջապես հարցրեց նա։ Անահիտի դեմքն անմիջապես լուսավորվեց։ Նա անընդհատ ձեր մասին է խոսում։ Երեկ նույնիսկ հարցրեց, թե բարի մարդը նորից կհայտնվի։ Սա այն մականունն է, որը նա ձեզ տվել է, բարի մարդը։ Արամը ժպտաց, կրծքում ջերմություն զգալով։
Նա հիանալի տղա է։ Նրա հասունությունն այն օրը, երբ դուք ստիպված եղաք չեղարկել տորթը։ Դա ինձ շատ տպավորեց։ Նա ստիպված է շատ արագ մեծանալ, ասաց Անահիտը, նրա ձայնում խորը տխրություն կար։ Ստիպված է շատ շուտ սովորել հիասթափությունների հետ գործ ունենալ։ Այդպես չպետք է լիներ, բայց դա այն իրականությունն է, որը մենք ունենք։ Մատուցողը բերեց պատվերները, նրանք շնորհակալություն հայտնեցին։ Անահիտը կապուչինոյի բաժակը բռնեց ձեռքերի մեջ, կարծես ջերմություն էր փնտրում դրանում, թե օրը տաք էր։ Արամ, սկսեց նա, խորը շունչ քաշելով, ես ուզում էի խոսել տոնի գումարի մասին։ Ես այստեղ մի գումար եմ առանձնացրել։ Նա սկսեց բացել պայուսակը, բայց Արամը մեկնեց ձեռքը, թեթակի դիպչելով նրա թին, նրան ընդհատելու համար։ Անահիտ, ոչ։ Ես գումարը հետ չեմ ուզում։ Բայց ես պետք է ձեզ վճարեմ, պնդեց նա, աչքերը վճռականությամբ փայլելով։ Ես բարեգործություն չեմ ընդունում։ Դա բարեգործություն չէ, ասաց Արամը, պահպանելով ձայնի հանգիստ, բայց հաստատուն տոնը։ Դա նվեր էր։ Դավիթի համար։ Եվ դուք ինձ չեք վիրավորի, նվերը վերադարձնելով, այնպես չէ՞։ Անահիտը գծեց շուրթը, ակնհայտորեն ներքին կոնֆլիկտի մեջ։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին, երբ բռնում էր բաժակը։ Ուրեմն գոնե թույլ տուր ավելի լավ ճանաչեմ քեզ, վերջապես ասաց նա։ Թույլ տուր հասկանամ, թե ով է այն մարդը, որը դա արեց մեզ համար։ Որովհետև ես պետք է իմանամ, որ պարտք չեմ մեկին, ով դա ինչ-որ այլ կերպ կպահանջի։ Արտահայտությունը դուրս եկավ մի կոշտությամբ, որը Արամը չէր սպասում, բայց նա հիանալի հասկացավ։ Անահիտը լիովին իրավունք ուներ զգուշավոր լինելու։ Նա նրան ոչ մի տեղից չէր ճանաչում, հարուստ մարդիկ, որոնք լավություն են անում աղքատ մարդկանց, սովորաբար հետո ինչ-որ հաշիվ են ներկայացնում։ Ինչ ուզում ես, հարցրու, ասաց Արամը։ Թաքցնելու ոչինչ չունեմ։ Անահիտը երկար ուսումնասիրեց նրան, կարծես կարդում էր նրա դեմքի տողատակերը, կեղծիքի նշաններ փնտրելով։ Ինչու դուք դա արեցիք, հարցրեց նա։ Իսկապես։ Ինձ մի պատմիր այդ գեղեցիկ պատմությունը դժվար մանկության մասին։ Ուզում եմ իմանալ, թե ինչն է քեզ իրականում դրդել։ Արամը խորը շունչ քաշեց։ Ոչ ոք նրան այսպիսի հարցեր չէր տալիս։ Ոչ ոք չէր կասկածի տակ դնում նրա դրդապատճառները։ Նրա աշխարհում մարդիկ ընդունում էին նրա ժեստերն այնպես, ինչպես կային, որովհետև ընտրություն չունեին կամ որովհետև բավականաչափ չէին մտահոգվում հարցնելու համար։ Որովհետև ես տեսա իմ անցյալն այդ հրուշակարանում, սկսեց նա դանդաղ։ Ես տեսա իմ մորը քո դեմքում։ Տեսա այն երեխային, որը ես էի, Դավիթի հայացքում։ Եվ ես հասկացա, որ կյանքում առաջ գնալու 20 տարուց ավելի ընթացքում ես երբեք ոչինչ չեմ արել, որն իսկապես կարող լիներ։ Շենքեր եմ կառուցել, փող եմ վաստակել, հարգանք եմ ձեռք բերել։ Բայց երբեք ոչ ոքի կյանքը չեմ փոխել։ Երբեք չեմ նայել մի մարդու մտածել, կարող եմ այստեղ ինչ-որ բան փոխել։ Նա դադար տվեց, անուշադիր խառնելով շաքարը, որը չէր լցրել սուրճի մեջ։ Իմ կյանքը դատարկ է, Անահիտ։ Ես ամեն ինչ ունեմ, մի նույն ժամանակ ոչինչ չունեմ։ Ես ունեմ հսկայական բնակարան, որտեղ մենակ եմ ապրում։ Ես ունեմ դուստր, որը հազիվ է ինձ հետ խոսում։ Ես ունեմ ընկերներ, որոնք ինձ փնտրում են միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բանի կարիք ունեն։ Եվ երբ ես տեսա ձեզ երկուսիդ այնտեղ, կարծես ինչ-որ բան իմ մեջ արթնացավ։ Կարծես հիշեցի, որ ֆինանսական հաշվեկշիռներից, բաժնետերերի ժողովներից բացի այլ բան էլ կա։ Անահիտը լուր հետում էր նրան, Արամը չէր կարողանում վերծանել նրա արտահայտությունը։ Այնպես որ, ի վերջո, դա եսասիրական էր, եզրափակեց նա։ Ես դա արեցի ոչ միայն ձեզ համար։ Արեցի նա ինձ համար։ Որովհետև ես պետք է զգայի, որ դեռ մարդ եմ, գիտես։ Որ դեռ սիրտ ունեմ այս թանկարժեք կոստյումի այս անհեթեթ ժամացույցի տակ, որն ավելի թանկ արժե, քան պետք է։ Հաջորդած լռությունը երկար էր, բայց անհարմար չէր։ Դա այն լռությունն էր, որը գալիս է, երբ ինչ-որ մեկը մարսում է անկեղծ խոսքերը, կշռում դրանց ճշմարտությունը։ Շնորհակալ եմ անկեղծ լինելու համար, վերջապես ասաց Անահիտը։ Որովհետև ես էլ անկեղծ կլինեմ քեզ հետ։ Երբ մենք դուրս եկանք այդ հրուշակարանից, ես վախեցա։ Վախեցա, որ դու կհայտնվես, ինչ-որ բան պահանջելով։ Որ դու այն հարուստ տղամարդկանցից ես, որոնք կարծում են, թե կարող են մարդկանց գնել։ Որ դու կփորձես, չգիտեմ, ինձ ինչ-որ կերպ օգտագործել։
Արամը ցավ զգաց, լսելով դա, բայց չէր կարող նրան մեղադրել կասկածի համար։ Ես հասկանում եմ, ասաց նա։ Եվ դու լիովին իրավունք ունեիր այդպես մտածելու։ Բայց ես երդվում եմ քեզ, Անահիտ, ես երկրորդ մտադրություն չունեմ։ Ես ուղղակի ուզում էի մի լավ բան անել։ Միայն դա։ Անահիտը դանդաղ գլխով արեց, նրա ուսերի լարվածությունից մի մասը կարծես թուլացավ։ Ուրեմն ավելին պատմիր քո մասին, խնդրեց նա, այժմ ավելի հանգիստ հնչելով։ Դու ասացիր, որ մեծացել ես Ծայրամասում։ Ինչպես ես հասել այնտեղ, որտեղ հիմա ես։ Եվ այնտեղ Սարյան փողոցի այդ սրճարանի սեղանիկի մոտ, հետին պլանում երթեկության ձայնով մայթով շտապող մարդկանցով, Արամը սկսեց պատմել իր պատմությունը։ Խոսեց նոր Նորքում անցկացրած աղքատ մանկության, անդադար աշխատող մոր, այն մասին, թե ինչպես էր մոմի լույսի տակ դաս սովորում, երբ հոսանքը անջատվում էր, որովհետև վճարելու փող չունեին։ Խոսեց այն մասին, թե ինչպես կրթաթոշակ շահեց մասնավոր դպրոցում, որտեղ հարուստ դասընկերները նվաստացնում էին նրան հին հագուստ կրելու ուտելիքի համար, փող չունենալու համար։ Պատմեց, թե ինչպես այդ նվաստացումը փոխեց նրան։ Թե ինչպես որոշեց, որ այլս երբեք աղքատ չի լինի, երբեք ամոթի զգացում չի ունենա, երբեք ոչ ոքից պակաս չի լինի։ Խելագարի պես սովորեց, ընդունվեց ԵՓՀ-ի շինարարական ֆակուլտետ, ցերեկներն աշխատում էր շինհրապարակներում, գիշերները սովորում։ Սկսեց որպես պրակտիկանտ փոքր շինարարական ընկերությունում, դարձավ ինժեներ, հետո մենեջեր, հետո տնօրեն։ 32 տարեկանում բանկային վարկի, շատ աշխատանքի մի փոքր բախտի համադրությամբ բացեց իր սեփական ընկերությունը։ Եվ ստացվեց, եզրափակեց Արամը։ Շատ լավ ստացվեց։ 10 տարում Մարտիրոսյան շինը դարձավ քաղաքի խոշորագույն կառուցապատողներից մեկը։ Ես ունեի այն ամենը, ինչի մասին միշտ երազել էի։ Կամ գոնե այդպես էի կարծում։ Իսկ քո ամուսնությունը, մեղմ հարցրեց Անահիտը։ Արամը հոգոց հանեց, մի կում անելով արդեն գոլացած սուրճից։ Լիլիթին հանդիպեցի համալսարանում։ Նա հարուստ ընտանիքից էր, այն ամենն էր, ինչ ես չէի։ Կարծում եմ, այն ժամանակ մտածեցի, որ նրա հետ ամուսնանալը վերջնական հաստատումն է, որ ես հաղթել եմ կյանքում, գիտես, որ Ծայրամասի աղքատ տղան այժմ ամուսնացած է բարձր հասարակության աղջկա հետ։ Նա առանց հումորի ծիծաղեց։ Բայց ճշմարտությունն այն է, որ դա երբեք իսկապես չի ստացվել։ Մենք չափազանց տարբեր էինք։ Նա ուզում էր արտաքին տեսքի կյանք, շքեղ ընթրիքներ, թանկարժեք ճանապարհորդություններ, գեղեցիկ նկարներ սոցցանցերում տեղադրելու համար։ Իսկ ես ուղղակի ուզում էի աշխատել։ Աշխատել, որովհետև ես դեռ վախենում էի ամեն ինչ կորցնելուց։ Երբ Նանեն ծնվեց, ես մտածեցի, որ դա մեզ կմիավորի, բայց միայն վատթարացրեց։ Ես միշտ աշխատում էի, երբեք տանը չէի, Լիլիթը դրանից նեղանում էր։ Իրավացիորեն, խոստովանում եմ։ Երբ եք ամուսնալուծվել։ 3 տարի առաջ։ Դա սառն էր։ Բյուրոկրատական։ Մենք բաժանեցինք ունեցվածքը, նա ստացավ Նանեի խնամակալությունը, վերջ։ Ավարտվեց։ 17 տարվա ամուսնությունն ավարտվեց թղթերի վրա ստորագրություններով։ Իսկ քո դուստր։ Արամի դեմքի ցավը տեսանելի էր։ Նանեն հիմա 16 տարեկան է։ Նա ինձ հետ չի խոսում։ Լիլիթն այս 3 տարիների ընթացքում թունավորել է նրա միտքը, ասելով, որ իր հայրն ընտրել է աշխատանքը ընտանիքի փոխարեն, որ ես սառը հաշվենկատ մարդ եմ։ Եվ գուցե նա ճիշտ է։ Ես փորձեցի վերականգնել կապը, բայց Նանեն ինձ ամեն տեղ արգելափակել է։ Չի պատասխանում իմ զանգերին, չի պատասխանում հաղորդագրություններին։ Նրա համար ես այլս գոյություն չունեմ։ Անահիտը ձեռքը մեկնեց սեղանի վրայով, թեթակի դիպչելով Արամի ձեռքին մխիթարության ժեստով։ Դա պարզ հպում էր, բայց շատ բան նշանակեց։ Շատ եմ ցավում, անկեղծ ասաց նա։ Դա այն գինն է, որը վճարում ես, կարծում եմ, պատասխանեց Արամը, նայելով նրա ձեռքին իր ձեռքի վրա։ Երբ դու տարված ես ապացուցելով, որ ինչ-որ մեկն ես, մոռանում ես իսկապես ինչ-որ մեկը լինել։ Նրանք մի պահ լուռ մնացին, հետո Անահիտը հետ քաշեց ձեռքը, կարծես միայն հիմա նկատելով իր արած ժեստը։ Իսկ դու, հարցրեց Արամը, կոտրելով լռությունը։ Պատմիր քո մասին։ Ուզում եմ նա քո պատմությունն իմանալ։ Անահիտը խորը շունչ քաշեց, կարծես պատրաստվում էր սուզվել խորը ջրերի մեջ։ Պատմելու շատ բան չկա, սկսեց նա։
Իմ պատմությունը շատ ավելի պարզ է, քան քոնը։ Ես կորցրել եմ ծնողներիս ավտովթարից, երբ 12 տարեկան էի։ Ինձ մեծացրել է տատիկս, տատիկ Ֆլորան։ Նա ինձ տվել է այն ամենը, ինչ կարող էր, որը նյութական առումով շատ չէր, բայց սիրո առումով շատ էր։ Նրա ձայնը մեղմացավ տատիկի մասին խոսելիս, լցված ջերմությամբ։ Նա միշտ աշխատել է որպես դերձակ, պատվերով հագուստ էր կարում։ Երբեք հարուստ չենք եղել, բայց նա ծայրահեղ կարիքի մեջ չենք եղել։ Մինչ որ հանդիպեցի Դավիթի հորը։ Ձայնի տոնի փոփոխությունը պարզ էր։ Ջերմությունը տեղի տվեց ավելի կոշտ բանի։ Ես 24 տարեկան էի։ Նա գեղեցիկ էր, հմայիչ, ասում էր բոլոր ճիշտ բաները։ Տատիկս սկզբից նրան չհավանեց, ասաց, որ նրա մեջ ինչ-որ սխալ բան կա, բայց ես չլսեցի։ Մտածեցի, որ նա չափազանցնում է, որ դա ուղղակի տատիկի խանդն է։ Սիրահարվեցի, հղիացա Դավիթով։ Նա դադար տվեց, խաղալով սեղանի վրայի թղթե անձեռոցիկի հետ։ Երբ ես նրան պատմեցի հղիության մասին, նա անհետացավ։ Բառացիորեն։ Արգելափակեց իմ համարը, հեռացավ բնակարանից, որը կիսում էր ընկերների հետ, ջնջեց բոլոր սոցցանցերը։ Այլս երբեք նրան չեմ տեսել կամ նրա մասին չեմ լսել։ Դավիթը նույնիսկ հոր անունը չգիտի։ Եվ ես նախընտրում եմ այդպես։ Ուրեմն դու նրան մենակ ես մեծացրել, ասաց Արամը, ավելի շատ հաստատում, քան հարց։ Ես տատիկս։ Նա 65 տարեկան էր, երբ Դավիթը ծնվեց, բայց ամեն ինչում օգնեց։ Նրա հետ էր մնում, երբ ես աշխատում էի։ Մինչ այսօր նա է նրան դպրոցից բերում, որովհետև ես աշխատանքից դուրս եմ գալիս միայն 6-ին։ Իսկ որտեղ ես աշխատում։ Գանձապահ եմ Երան Սիթի սուպերմարկետում, տանս մոտ։ Աշխատում եմ 9-ից 6-ը, երկուշաբթիից շաբաթ։ Ստանում եմ 1.5 նվազագույն աշխատավարձ։ Վարձով եմ ապրում փոքր բնակարանում, 2 սենյակ, ես, Դավիթը տատիկս։ Ամսվա վերջում քիչ բան է մնում, բայց կարողանում ենք ապրել։ Նա ժպտաց, բայց դա հոգնած ժպիտ էր։ Կամ ավելի ճիշտ, կարողանում էինք ապրել։ Մինչ տատիկս հիվանդացավ։ Նա շաքարախտ բարձր ճնշում ունի, բայց մոտ 6 ամիս առաջ այլ խնդիրներ սկսվեցին։ Սիրտը թույլ է։ Նրան թանկարժեք դեղեր, հաճախակի հետազոտություններ են պետք։ Պետպատվերը օգնում է, բայց կան բաներ, որոնց համար մենք պետք է վճարենք։ Եվ դրա համար էր, որ այս անգամ չստացվեց Դավիթի ծնունդը նշել։ Արամը կրծքում ծանրություն զգաց, լսելով այդ ամենը։ Անահիտը խոսում էր ամեն ինչի մասին մի հանգստությամբ, որը գալիս էր հաշտվողականությունից, մեկի, ով սովոր էր պայքարել հոսանքին հակառակ երբեք շունչ քաշելու հնարավորություն չունենալ։ Դու անհավանական ես, հանկարծ ասաց նա։ Անահիտը զարմացած թարթեց աչքերը։ Ինչ։ Դու անհավանական ես։ Այն ուժը, որ դու ունես, այն ձը, որով դու հոգ ես տանում բոլորի մասին, ինչպես չես հանձնվում։ Դա հիացմունքի է արժանի։ Շատ ավելին, քան այն ամենը, ինչ ես երբեք արել եմ իմ կյանքում։ Անահիտը կարմրեց, ակնհայտորեն չիմանալով, թե ինչպես արձագանքել գովասանքին։ Ես ուղղակի անում եմ այն, ինչ պետք է արվի, մրմնջաց նա։ Ոչ։ Դու շատ ավելին ես անում, պնդեց Արամը։ Եվ Դավիթը բախտավոր է, որ քեզ նման մայր ունի։ Հանդիպման մնացած մասն անցավ բնականon։ Խոսեցին մանրուքներից, Երանում կյանքի մասին, տաք եղանակի մասին։ Արամը զվարճալի պատմություններ պատմեց սխալ գնացած շինարարություններից, Անահիտն անկեղծորեն ծիծաղեց, մի գեղեցիկ ձայն, որը Արամը ցանկացավ ավելի հաճախ լսել։ Նա պատմեց սուպերմարկետում տեղի ունեցած որոշ արտասովոր իրավիճակների, խենթ հաճախորդների դրամարկղի մոտ տեղի ունեցած անհարմար պահերի մասին։ Երբ վերջապես նայեցին ժամացույցին, արդեն գրեթե 3-ն էր։ 3 ժամն անցել էր թռիչքի պես, նրանցից ոչ մեկը կարծես չէր նկատել։ Ես պետք է գնամ, դժկամությամբ ասաց Անահիտը։ Պետք է Դավիթին վերցնեմ Հարանուհու տնից, որը նրա հետ է մնում դպրոցից հետո։ Իհարկե, ասաց Արամը, մատուցողին նշան անելով հաշիվը բերելու։ Երբ հաշիվը եկավ, Անահիտը պնդեց վճարել իր մասը, այս անգամ Արամը չվիճեց։ Հարգեց նրա ժեստը։ Նրանք միասին դուրս եկան սրճարանից, դանդաղ քայլելով մինչ այն անկյունը, որտեղ Անահիտը պետք է ավտոբուս նստեր։ Արամ, ասաց նա, կանգ առնելով փողոցն անցնելուց առաջ, շնորհակալ եմ։ Այսօրվա համար։ Ինձ լսելու, քո պատմությունը կիսելու համար։
Լավ էր քեզ ավելի լավ ճանաչելը։ Ինձ համար նույնպես, անկեղծ պատասխանեց նա։ Մենք կարող էինք կրկնել սա։ Եթե ուզում ես, իհարկե։ Առանց պարտավորությունների, առանց ճնշման։ Ուղղակի զրուցելու համար։ Անահիտը ժպտաց, այս անգամ դա անկեղծ ժպիտ էր, առանց լարվածության։ Ես կցանկանայի։ Նրանք փոխանակեցին հեռախոսահամարները, Անահիտն անցավ փողոցը, նստելու կանգ առ հենց նոր հասած ավտոբուսը։ Նստելուց առաջ նա ձեռքով արեց Արամին, որը պատասխանեց ժեստին։ Արամս մի քանի րոպե կանգնած մնաց անկյունում, հետելով, թե ինչպես է ավտոբուսը հեռանում Սարյան փողոցի ծանր երթևեկության մեջ։ Այդ վերջին ժամերին նրա մեջ ինչ-որ բան էր փոխվել։ Ինչ-որ հիմնարար բան։ Նա իսկապես զրուցել էր ինչ-որ մեկի հետ։ Կիսվել էր բաներով, որոնց մասին երբեք չէր խոսում։ Թույլ էր տվել իրեն խոցելի լինել, դրա համար չէր դատվել։ Այդ երեկոյան վերադարձավ գրասենյակ, բայց ոչ մի բանի վրա չկարողացավ կենտրոնանալ։ Անին նկատեց տնօրենի տրամադրության փոփոխությունը, բայց ոչինչ չմեկնաբանեց։ Պարզապես հետեց, հետաքրքրված, թե ինչպես է նա հանդիպումներն անցկացնում կիսաժպիտով սովորականից ավելի հաճախ նայում հեռախոսին։ Այդ գիշեր, քնելուց առաջ, Արամը հաղորդագրություն ուղարկեց Անահիտին, տուն հասա։ Շնորհակալ եմ այսօրվա համար։ Տարիների ընթացքում ունեցածս լավագույն զրույցներից մեկն էր։ Պատասխանը եկավ մի քանի րոպե անց։ Ինձ համար նույնպես։ Բարի գիշեր, Արամ։ Եվ շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Արամն այդ գիշեր ավելի լավ քնեց, քան ամիսներ շարունակ։ Հաջորդ օրերը բերեցին մի նոր, անսպասելի առօրյա։ Արամն ու Անահիտը սկսեցին ամեն օր հաղորդագրություններ փոխանակել։ Սկսվեց պարզ բաներից, բարի լույս, բարի գիշեր, ինչպես անցավ օր։ Հետո վերածվեց ավելի երկար զրույցների, ամեն ինչի ոչնչի մասին։ Նա Դավիթի նկարներն էր ուղարկում, տնային աշխատանք անելիս, իսկ Արամը իր գրասենյակի տեսարանի նկարները Հյուսիսային պողոտայից։ Նա պատմում էր դժվար հանդիպումների մասին, իսկ նա սուպերմարկետի անքաղաքավարի հաճախորդների։ Առաջին սուրճից 2 շաբաթ անց նրանք նորից հանդիպեցին։ Եվ հետո մեկ անգամ։ Եվ միշտ պարզ վայրերում, թաղային սրճարաններում, հրապարակներում, մի պաղպաղակարանում։ Արամը պնդում էր վճարել, իսկ Անահիտը կիսել։ Նրանք համաձայնության եկան, հերթով էին վճարում, բայց միշտ ընտրում էին էժան վայրեր, որպեսզի նա անհարմար չզգար։ Այդ հանդիպումներից մեկի ժամանակ, առաջին սուրճից 3 շաբաթ անց, Արամն անձամբ ծանոթացավ Դավիթի տատիկ Ֆլորայի հետ։ Անահիտը նրան հրավիրել էր կիրակնօրյա ճաշի իրենց տուն, նա առանց երկմտելու համաձայնեց, չեղարկելով նախկինում ունեցած մի պայմանավորվածություն։ Ընտանիքի բնակարանը փոքր էր, ինչպես նկարագրել էր Անահիտը։ Այն գտնվում էր Դավթաշենի առանց վերելակի շենքի 2-րդ հարկում։ 2 սենյակ, մի փոքրիկ հյուրասենյակ, որը միանում էր խոհանոցին, մի լոգարան։ Պատերի ներկը տեղ-տեղ թեփոտված էր, հատակը հին բետոնե էր, բայց ամեն ինչ անթերի մաքուր կոկիկ էր։ Պատուհանագոգերին ծաղիկներով ծաղկամաններ կային, պատին շրջանակված նկարներ, մաշված, բայց հարմարավետ բազմոց։ Դա իսկական տուն էր, նկատեց Արամը։ Ավելի շատ տուն, քան իր 300 քառակուսի մետրանոց բնակարանը Կասկադի մոտ երբեք կլիներ։ Դավիթը նրան դիմավորեց ամաչկոտ, բայց ջերմ գրկախառնությամբ, արդեն ճանաչելով նրան որպես այն մարդը, որը փրկել էր իր ծնունդը։ Տատիկ Ֆլորան, 70-ն անց մի տատիկ, կարճահասակ, սպիտակ մազերը հավաքված հանգույցով թափանցող աչքերով, որոնք կարծես տեսնում էին արտաքին տեսքից այն կողմ, նրան ողջունեց քաղաքավարությամբ, բայց նա զգուշությամբ։ Ճաշը պարզ էր, բայց համեղ, բրինձ, հնդկաձավար, հավի բուդ, աղցան։ Տնական ուտելիք, սիրով պատրաստված։ Արամը 2 անգամ կերավ, անկեղծորեն գովելով տատիկ Ֆլորայի պատրաստածը, որը մի փոքր հալվեց, սկսեց նրան ավելի քիչ կասկածամիտ աչքերով նայել։ Ճաշից հետո, մինչ Անահիտն ու տատիկը լվանում էին սպասքը, Արամը մնաց հյուրասենյակում, Դավիթի հետ խաղալով։ Տղան ցույց տվեց իր խաղալիքները, որոնց մեծ մասը հին էին կարկատված, բայց յուրաքանչյուրն ուներ մի պատմություն, որը նա ոգորությամբ պատմում էր։ Կար մի հեռակառավարվող մեքենա, որն այլս չէր աշխատում, բայց Դավիթը այն հրում էր, շարժիչի ձայներ հանելով։ Կային սուպերհերոսների տիկնիկներ, գնված էժան ապրանքների խանութներից, բայց որոնք տղայի երակայության մեջ ամեն օր փրկում էին աշխարհը։ Դու նորից կգաս, հանկարծ հարցրեց Դավիթը խաղի կեսին։ Արամը կանգ առավ, զարմացած ուղիղ հարցից։
Դու ուզում ես, որ ես նորից գամ։ Դավիթը եռանդով գլխով արեց, մեծ աչքերը սերված նրա վրա։ Այո։ Դու լավն ես։ Եվ մայրիկն ավելի շատ է ժպտում, երբ դու մեր կողքին ես։ Այդ խոսքերը խորը տպավորվեցին Արամի մեջ։ Նա նայեց խոհանոց, որտեղ Անահիտը ցածրաձայն խոսում էր տատիկի հետ, սպասքը չորացնելիս։ Նա ծիծաղում էր մի բանից, որ տատիկ Ֆլորան ասել էր, իսկապես ավելի թեթ էր թվում, քան այն առաջին օրը, երբ ծանոթացել էին։ Ես նորից կգամ, խոստացավ Արամը տղային։ Երբ մայրդ թույլ տա։ Հրաշալի է, ուրախացավ Դավիթը, նորից սկսելով մեքենան հատակով հրել։ Երբ նա հեռանում էր արդեն երեկոյան, տատիկ Ֆլորան նրան մի կողմ քաշեց միջանցքում, Անահիտի Դավիթի լսողությունից հեռու։ Տղա ջան, ասաց նա իր խռպոտ ձայնով, որը բնորոշ էր տարիներ շարունակ ծխելուց հետո թողած մարդուն, ես չգիտեմ, թե ինչ մտադրություններ ունես իմ թոռնիկի հետ։ Բայց քեզ մի բան ասեմ, նա արդեն շատ է տառապել։ Արդեն մի անգամ լքվել է։ Եթե դու այստեղ ուղղակի ժամանակ ես անցկացնում, ձանձրացած հարուստ տղամարդու խաղ ես խաղում, ավելի լավ է հիմա անհետանաս, նախքան նրան տղային կվնասես։ Արամը նայեց նրան, տեսնելով այդ փոքր, բայց ահարկու կնոջ ուժը։ Տատիկ Ֆլորա, ասաց նա այն ամբողջ անկեղծությամբ, որը կարողացավ հավաքել, ես հստակ չգիտեմ, թե ինչ եմ անում այստեղ։ Չգիտեմ, թե սա ուր կտանի։ Բայց ես երդվում եմ ձեզ, որ ոչ մի մտադրություն չունեմ ձեր թոռնիկին կամ ծոռնիկին վնասելու։ Ես միայն գիտեմ, որ երկար ժամանակվա մեջ առաջին անգամ ես ինձ կապված եմ զգում ինչ-որ մեկի հետ։ Նորից ինձ մարդ եմ զգում։ Տատիկ Ֆլորան երկար ուսումնասիրեց նրան, նրա թափանցող աչքերը կարծես կարդում էին նրա հոգին։ Լավ, վերջապես ասաց նա։ Դու անկեղծ ես թվում։ Բայց եթե իմ աղջկան նեղացնես, ինձ հետ գործ կունենաս։ Եվ ես կարող է ծեր ու հիվանդ լինեմ, բայց դեռ գիտեմ, թե ինչպես օց լինել, երբ պետք է։ Արամը չկարողացավ զսպել ժպիտը։ Այո, տիկին։ Հասկանալի է։ Հաջորդ օրերին Արամը սկսեց փոքրիկ ընտանիքի առօրյայի մի մասը դառնալ։ Նա շաբաթը մի քանի անգամ Դավիթին դպրոցից էր վերցնում, տղային տանում էր այգի գնդակ խաղալու, օգնում էր տնային աշխատանքների հետ։ Տատիկ Ֆլորային բժշկական խորհրդատվությունների էր տանում, երբ Անահիտը չէր կարողանում աշխատանքից բացակայել։ Կիրակի օրերին ընթրիքի էր գալիս։ Աստիճանաբար գրեթե աննկատ, նա զբաղեցրեց մի տեղ այդ ընտանիքում, որը նախկինում գոյություն չուներ։ Եվ այդպես, բնական անխուսափելի կերպով, այդ առաջին հանդիպումից 1.5 ամիս անց, Արամի մտքով մի գաղափար անցավ։ Արամն իր գրասենյակում էր, վերանայում էր հարավային թաղամասում նոր շինարարության պայմանագրերը, երբ գաղափարը վերջնականապես ձևավորվեց նրա մտքում։ Նա վերջին շաբաթներն անցկացրել էր, հետելով Անահիտին, այն ծին, թե ինչպես էր նա շփվում մարդկանց հետ, ինչպես էր հանգստությամբ կարեկցանքով լուծում խնդիրները, ինչպես էր կարողանում Դավիթին սիրված զգալ տալ նույնիսկ ամենադժվար հանգամանքներում։ Նրա մեջ կար մի բան, որը գոյատման պարզ անհրաժեշտությունից անդին էր։ Կար մարդկանց հետ կապվելու, նրանց հասկանալու, նրանց կարոր զգալ տալու բնատուր ունակություն։ Եվ Մարտիրոսյան շինը հենց այդպիսի մեկի կարիք ուներ։ Վերջին ամիսներին ընկերությունը մի քանի իմիջային ճգնաժամ էր ապրել։ Դժգոհ հաճախորդների բողոքներ, հետվաճառքային սպասարկման խնդիրներ, ընդհանուր զգացողություն, որ կառուցապատողը չափազանց մեծ անդեմ էր դարձել։ Արամը թանկարժեք խորհրդատուներ էր վարձել, որոնք առաջարկել էին ռեբրենդինգի անհավանական պլաններ, բայց ոչինչ կարծես չէր շոշափում խնդրի էությունը։ Ընկերությունը կորցրել էր իր մարդկային շունչը։ Դարձել էր արդյունավետ, բայց սառը մեքենա։ Այն, ինչ նրան պետք էր, մեկն էր, ով հասկանում էր մարդկանց։ Մեկը, ով գիտեր լսել, ով ուներ իրական կարեկցանք, ոչ թե այն կորպորատիվ արհեստական կարեկցանքը, որը սովորում են դասընթացներում։ Եվ Անահիտը դա ուներ բնականon կերպով։ Արամը վերցրեց հեռախոսը, զանգահարեց կադրերի բաժին։ Անի, ասաց նա, երբ քարտուղարուհին պատասխանեց, պետք է վաղը առավոտյան հանդիպում նշանակես կադրերի բաժնի թիմի հետ։ Առաջին հերթին։ Եվ չեղարկիր այն, ինչ նշանակված է ժամը 10-ին։ Ինձ մի ժամ ազատ ժամանակ է պետք։ Երբ անջատեց, նա նայում էր գրասենյակի համայնապատկերային պատուհանից Երան քաղաքին, որը տարածվում էր բոլոր ուղղություններով։ Նա նյարդայնանում էր, նկատեց։ Ոչ թե կադրերի բաժնի հանդիպման, այլ Անահիտի հետ ունենալիք խոսակցության համար։
Նա գիտեր, որ պետք է զգույշ լիներ, որ չէր կարող այնպես անել, որ թվար, թե աշխատանքն առաջարկում է խղճահարությունից կամ ինչ-որ պարտավորությունից ելնելով։ Պետք է նրան հասկացներ, որ դա անկեղծ առաջարկ է, հիմնված նրա ունեցած իրական հմտությունների վրա։ Այդ երեկոյան նա Անահիտին ընթրիքի հրավիրեց։ Այս անգամ ոչ թե թանկարժեք ռեստորանում, այլ մի պարզ պիցցերիայում, որը նա նշել էր, որ սիրում է։ Նա եկավ, հագին պարզ ծաղկավոր զգեստ, մազերն արձակ թափված ուսերին, Արամը կրծքում ինչ-որ բան շարժվեց, նրան տեսնելով։ Վերջին 2 ամիսներին նա սովորել էր նրա ներկայությանը, նրա ժպիտին, այն ձին, թե ինչպես էին նրա աչքերը լուսավորվում, երբ խոսում էր Դավիթի կամ տատիկի մասին։ Սովորել էր իսկապես զրուցելու մեկին ունենալու զգացողությանը, մեկին, ով նրան տեսնում էր բանկային հաշվից կարոր ազգանունից այն կողմ։ Այսօր քո մեջ ինչ-որ բան այլ է, նկատեց Անահիտը, երբ պիցցան պատվիրեցին։ Դու լարված ես։ Ինչ-որ բան է պատահել։ Արամը ծիծաղեց, միշտ զարմանալով մարդկանց կարդալու նրա ունակության վրա։ Վատ բան չի պատահել։ Բայց ես պետք է քեզ մի առաջարկ անեմ։ Եվ վախենում եմ, թե ինչպես դու կարձագանքես։ Անահիտը կնճռոտեց ճակատը, անհանգստացած։ Կարող ես ասել։ Արամը խորը շունչ քաշեց, խնամքով ընտրելով բառերը։ Այս վերջին 2 ամիսներին ես հնարավորություն ունեցա ավելի լավ ճանաչելու քեզ։ Տեսնելու, թե ինչպես ես վարվում մարդկանց հետ, ինչպես ես լուծում խնդիրները, ինչպես ունես այս բնատուր ունակությունը մարդկանց լսված կարոր զգալ տալու։ Եվ ես հասկացա, որ իմ ընկերությունը հուսահատորեն կարիք ունի այս հմտություններով մեկի։ Նա դադար տվեց, հետելով Անահիտի դեմքի աճող շփոթության արտահայտությանը։ Ուզում եմ քեզ աշխատանք առաջարկել Մարտիրոսյան շին-ում։ Որպես հաճախորդների հետ հարաբերությունների համակարգող։ Դու պատասխանատու կլինես բողոքները կառավարելու, մեր սպասարկումը բարելավելու, հետվաճառքային ծրագրեր ստեղծելու համար։ Դա նոր պաշտոն է, որը ես ստեղծում եմ, ես հավատում եմ, որ դու կատարյալ կլինես դրա համար։ Անահիտը երկար լուռ մնաց, ուղղակի նայելով նրան մի արտահայտությամբ, որը Արամը չէր կարողանում վերծանել։ Ես դրա համար կրթություն չունեմ, վերջապես ասաց նա, ձայնը ցածր։ Ես սուպերմարկետի գանձապահ եմ, Արամ։ Բարձրագույն կրթություն չունեմ, մեծ ընկերությունում փորձ չունեմ։ Դու դիպլոմից ավելի լավ բան ունես, հակադարձեց Արամը։ Դու ունես կյանքի իրական փորձ։ Դու գիտես, թե ինչ է պայքարելը, գիտես, թե ինչ է դժվարությունների հետ գործ ունենալը։ Գիտես, թե սովորական մարդկանց ինչ է պետք, ինչ են ուզում։ Դա համալսարանում չեն սովորեցնում։ Բայց… Անահիտ, մեղմ ընդհատեց նա, ես սա չեմ առաջարկում խղճահարությունից։ Լավություն չեմ անում։ Ինձ պետք է այդպիսի մեկը իմ ընկերությունում։ Մեկը, ով մեզ կմարդկայնացնի, ով մեզ կհիշեցնի, որ մենք գործ ունենք իրական մարդկանց, ոչ թե պայմանագրերի թվերի հետ։ Եվ դու դա ունես։ Դու ունես այդ ունակությունը։ Անահիտը գծեց շուրթը, ակնհայտորեն կոնֆլիկտի մեջ։ Որքան կլինի աշխատավարձը։ Արամը նշեց մի գումար, որը 4 անգամ ավելի էր, քան նա վաստակում էր սուպերմարկետում։ Անահիտի աչքերը լայն բացվեցին։ Դա շատ է, շշնջաց նա։ Դա… Արամ, ես չեմ կարող դա ընդունել։ Մարդիկ կմտածեն, որ ինչ։ Որ դու ինձ հետ շահի համար ես։ Որ ես քեզ գնում եմ։ Արամի ձայնն ավելի կոշտ դուրս եկավ, քան մտադրվել էր։ Անահիտ, ինձ չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ են մտածում։ Եվ քեզ էլ չպետք է հետաքրքրի։ Սա պրոֆեսիոնալ առաջարկ է, հիմնված արժանինքների վրա։ Վերջ։ Անահիտը ներք նայեց, ձեռքերը թեթակի դողում էին սեղանի վրա։ Պետք է մտածեմ, ասաց նա։ Իհարկե։ Մտածիր, որքան պետք է։ Պիցցան եկավ, բայց նրանցից ոչ մեկը շատ ախորժակ չուներ։ Նրանք լուռ կերան, յուրաքանչյուրը կորած իր մտքերի մեջ։ Երբ Արամը նրան ավելի ուշ տուն թողեց, նա արագ համբուրեց նրա այտը, նախքան մեքենայից դուրս գալը, նա երկար նստած մնաց այնտեղ, ձեռքը դիպչելով այն տեղին, որտեղ նրա շուրթերն էին եղել։ 3 օր անց Անահիտը զանգեց։ Ես համաձայն եմ, ասաց նա։ Մի պայմանով։ Եթե ես բավականաչափ լավը չլինեմ, եթե չկարողանամ աշխատանքը ճիշտ անել, դու ինձ կազատես։ Առանց խղճահարության, առանց լավության։ Խոստանում ես։ Խոստանում եմ, ասաց Արամը, թե գիտեր, որ երբեք դա չի անի։ Երբ կարող ես սկսել։
Պետք է 2 շաբաթվա ծանուցում տամ սուպերմարկետում։ Դրանից հետո ազատ եմ։ 2 շաբաթ անց Անահիտը սկսեց աշխատել Մարտիրոսյան շինվում։ Արամը նրան ներկայացրեց թիմին, հասկացրեց, որ նա ունի իր լիակատար վստահությունը, նրան ազատություն տվեց իրականացնելու այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ կհամարեր։ Եվ բոլորի զարմանքի համար, բացի իրենից, նա փայլուն հանդես եկավ։ Ստեղծեց ավելի մարդկային հետադարձ կապի համակարգ, իրականացրեց անձնական այցելություններ դժգոհ հաճախորդներին, սպասարկման թիմին սովորեցրեց ավելի կարեկից լինել։ 1 ամսում բողոքները կիսով չափ նվազեցին։ Բայց պրոֆեսիոնալ հաջողության հետ եկավ անխուսափելի մտերմություն։ Անահիտն աշխատում էր Արամի գրասենյակից մի քանի հարկ ներք, բայց նրանք ամեն օր տեսնում էին միմյանց։ Միասին նախաճաշում էին։ Ճաշում էին, որտեղ քննարկում էին նախագծեր, բայց ի վերջո խոսում էին կյանքից։ Երեկոները, երբ գրասենյակն արդեն դատարկ էր, նրանք մնում էին զրուցելով ամեն ինչի ոչնչի մասին։ Այդ երեկոներից մեկի ժամանակ, Անահիտի ընկերությունում աշխատանքի անցնելուց 3 ամիս անց, ամեն ինչ փոխվեց։ Նրանք Արամի գրասենյակում էին, նստած պատուհանի մոտի բազմոցին, վերանայում էին հաճախորդների գոհունակության զեկույցները, որոնք զգալիորեն բարելավվել էին։ Մայրամուտի լույսը ներս էր թափանցում պատուհանից, ամեն ինչ ոսկեգույն ներկելով։ Անահիտը ծիծաղում էր մի բանից, որ Արամն ասել էր։ Ծիծաղի կեսին նրանց հայացքները հանդիպեցին։ Եվ մնացին այնտեղ, գամված միմյանց, մի պահ, որը կարծես անվերջ ձգվեց։ Արամը չգիտեր, թե ով առաջինը շարժվեց։ Միայն գիտեր, որ հանկարծ նա ավելի մոտ էր նրան, նա ավելի մոտ էր իրեն, հետո նրանց շուրթերը դիպան միմյանց մի համբույրով, որը սկսվեց մեղմ, բայց արագ խորացավ, լցված 2 ամսվա կուտակված լարվածությամբ, չասված զգացմունքներով, մի կապով, որը երկուսն էլ փորձել էին ժխտել, բայց որը միշտ այնտեղ էր։ Երբ վերջապես բաժանվեցին, երկուսն էլ շնչահեղձ էին։ Անահիտը ճակատը հենեց նրանին, աչքերը փակ։ Սա ամեն ինչ բարդացնում է, շշնջաց նա։ Գիտեմ, պատասխանեց Արամը, ձեռքն անցկացնելով նրա դեմքով։ Բայց չեմ կարող զղջալ։ Ոչ էլ ես։ Նրանք որոշ ժամանակ մնացին այնտեղ, ուղղակի յուրացնելով այն, ինչ հենց նոր տեղի էր ունեցել։ Դա ուղղակի համբույր չէր։ Դա մի բանի հաստատումն էր, որն ամիսներ շարունակ աճում էր։ Դա խորը կապը վերածելն էր էլ ավելի խորը բանի։ Հիմա ինչ ենք անում, հարցրեց Անահիտը, վերջապես բացելով աչքերը։ Կարծում եմ, դադարում ենք ծածնել, թե սա ուղղակի ընկերություն է, կիսաժպիտով ասաց Արամը։ Կարծում եմ, ընդունում ենք այն, ինչ զգում ենք։ Մարդիկ կխոսեն, զգուշացրեց նա։ Քո գործընկերները, քո հաճախորդները, քո ընկերները։ Կասեն, որ ես շահամոլ եմ, որ դու միջին տարիքի ճգնաժամ ես ապրում, որ սա անհեթեթություն է։ Թող խոսեն, ասաց Արամը մի վճռականությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Ինձ այլս չի հետաքրքրում։ Բայց նրան պետք է հետաքրքրեր։ Որովհետև մարդիկ խոսեցին։ Եվ շատ։ Լուրն այն մասին, որ Մարտիրոսյան շինի նախագահը հանդիպում է մի աշխատակցուհու հետ, որը նախկինում աշխատել է որպես սուպերմարկետի գանձապահ, կրակի պես տարածվեց Երանյան բարձր հասարակության մեջ։ Սկսվեց որպես բամբասան գործնական ընթրիքների ժամանակ, վերածվեց չարախինդ մեկնաբանությունների WhatsApp-ի խմբերում, ի վերջո հասավ սոցցանցեր նույնիսկ բամբասանքի մամուլ։ Միլիարդատեր գործարարը բարձր հասարակության կնոջը փոխարինել է նախկին գանձապահով, ասվում էր մի սենսացիոն վերնագրում։ Արամ Մարտիրոսյանը հարաբերությունների մեջ է 13 տարով իրենից փոքր աշխատակցուհու հետ, ասվում էր մեկ այլում, ակնարկելով ամեն տեսակի բաներ։ Սոցցանցերում մեկնաբանությունները դաժան էին։ Անահիտին անվանում էին շահամոլ, պատեհապաշտ, փողի որսորդ։ Ասում էին, որ նա ամեն ինչ սկզբից ծրագրել էր, որ չեղարկված տորթի պատմությունը մշակված խաբեություն էր, հարուստ տղամարդու սիրտը գրավելու համար։ Ենթադրում էին նրա իրական մտադրությունների մասին, թե որքան կտի, մինչ նա ստանա այն, ինչ ուզում է, հեռանա։ Անահիտը գիշերները կարդում էր մեկնաբանությունները, մենակ իր սենյակում, լուր լացում էր, որպեսզի Դավիթին չարթնացնի։ Խոսքերը խորապես վիրավորում էին, որովհետև շոշափում էին նրա ամենամեծ վախերը։ Իսկ եթե մարդիկ ճիշտ էին։ Իսկ եթե նա իսկապես ուղղակի պատեհապաշտ էր, նույնիսկ անգիտակցաբար։ Իսկ եթե նա իր ներկայությամբ վնասում էր Արամին։ Բայց ամենավատը դեռ առջում էր։ Լիլիթը, Արամի նախկին կինը, օգտագործեց իրավիճակը Նանեին հորից էլ ավելի հեռացնելու համար։
Նա ցույց տվեց վերնագրերը դստերը, ընդգծեց ամենադաժան մեկնաբանությունները, Անահիտին ներկայացրեց որպես չարագործ, որը գայթակղել էր նրա հորը։ Նանեն, որն արդեն տարիներ շարունակ հեռու էր հորից, դա տեսավ որպես վերջնական հաստատում, որ նա լավ մարդ չէ։ Նա զանգեց Արամին միայն մեկ անգամ, դա ասելու համար, թե ինչ է մտածում։ «Դու ողորմելի ես, հայրիկ», ասաց նա, ձայնը լի դեռահասի արամարանքով, խառնված իրական վիրավորանքի հետ։ «Դու տարիներ շարունակ դավաճանել ես մորս քո աշխատանքով, հիմա քաղաքով մեկ ցուցադրվում ես մի անպետքի հետ, որը միայն քո փողն է ուզում։ Դու ամոթ չունես»։ Նանե, այդպես չէ, փորձեց վիճել Արամը, բայց նա ընդհատեց. «Այլս ինձ մի զանգիր։ Հաղորդագրություն մի ուղարկիր։ Մի հայտնվիր։ Ես քեզ հետ ոչ մի կապ չեմ ուզում ունենալ»։ Եվ անջատեց։ Արամը երկար պահեց հեռախոսը, դրանից հետո, զգալով, կարծես հարված ստացավ ստամոքսին։ Սեփական դստեր կողմից մերժվելու ցավը մի բան էր, որին նա պատրաստ չէր։ Նա կյանքի ընթացքում շատ բաներ էր կորցրել, բայց դստեր սերը կորցնելը ամենավատն էր։ Անահիտը նկատեց նրա մեջ փոփոխությունը։ Արամն ավելի լուռ, ավելի ինքնամփոփ դարձավ։ Դեռ քնքուշ էր նրա հետ, դեռ լավ էր վերաբերվում, բայց նրա աչքերում մի ստվեր կար, որը նախկինում չկար։ Մի գիշեր, Նանեի զանգից 2 շաբաթ անց, Անահիտը գնաց Արամի բնակարան։ Նա երբեք այնտեղ չէր եղել, ամիսներ շարունակ դիմադրել էր, բայց այդ գիշեր զգաց, որ պետք է գնա։ Գտավ նրան նստած հյուրասենյակի հսկայական բազմոցին, ձեռքին վիսկիի բաժակ, նայելով ներքի քաղաքին, հատակից առաստաղ ձգվող ապակե պատուհանից։ «Արամ», ցածրաձայն կանչեց նա, նստելով նրա կողքին։ Նա նայեց նրան, Անահիտը տեսավ արցունքներ նրա աչքերում։ Արցունքներ, որոնք նա ուժով զսպում էր, բայց որոնք սպառնում էին հորթել։ «Ես կորցրի նրան», ասաց նա, ձայնը խռպոտ։ «Ես կորցրի իմ դստերը։ Եվ դա իմ մեղքով էր։ Իմ արած բոլոր սխալ ընտրությունների պատճառով»։ Անահիտը բռնեց նրա ձեռքը, ամուր սեղմելով։ «Դա քո մեղքով չէր։ Դա նրա ընտրությունն էր, մոր ազդեցության տակ։ Բայց մի օր նա կհասկանա։ Մի օր նա կտեսնի ճշմարտությունը»։ «Իսկ եթե չտեսնի։ Իսկ եթե ես նրան արդեն ընդմիշտ կորցրել եմ»։ Անահիտը դրան պատասխան չուներ։ Կարող էր միայն առաջարկել իր ներկայությունը, իր աջակցությունը, իր սերը։ Եվ այդ գիշեր նա հենց դա արեց, մնալով նրա կողքին, մինչ նա վերջապես թույլ տվեց արցունքներին թափվել, ազատելով տարիներ շարունակ կուտակված ցավը։ Բայց Արամի ցավը միակը չէր։ Անահիտը նույնպես տառապում էր։ Սոցցանցերում չարախինդ մեկնաբանությունները շարունակվում էին, ընկերությունում որոշ մարդիկ սկսեցին նրան այլ կերպ վերաբերվել։ Ոչ բացահայտ թշնամաբար, բայց կային կողքի հայացքներ, շշուկներ, որոնք դադարում էին, երբ նա մոտենում էր, ընդհանուր զգացողություն, որ նա այնտեղ չէր պատկանում։ Բացի այդ, նա զգում էր, որ ինքն է Արամի խնդիրների պատճառը։ Եթե ինքը չլիներ, նա չէր կորցնի իր դստերը։ Եթե ինքը չլիներ, նրան չէին ծաղրի այն սոցիալական շրջանակներում, որոնք նա հաճախում էր։ Եթե ինքը չլիներ, նրա կյանքն ավելի պարզ կլիներ։ Մի շաբաթ առավոտյան, հարաբերությունները սկսելուց 4 ամիս անց, Անահիտը որոշում կայացրեց։ Նա գնաց Արամի տուն, գտավ նրան խոհանոցում սուրճ պատրաստելիս, շորտերով շապիկով, մազերը խառնված, ավելի երիտասարդ հանգիստ տեսք ունենալով, քան երբևէ։ Նա ժպտաց, նրան տեսնելով, այն բաց անկեղծ ժպիտով, որը միայն իրենն էր։ Բայց ժպիտը մարեց, երբ տեսավ նրա դեմքի արտահայտությունը։ «Ինչ է պատահել», հարցրեց նա, մոտենալով։ Անահիտը խորը շունչ քաշեց, պատրաստվելով ասելու իր կյանքի ամենադժվար խոսքերը։ «Կարծում եմ, մենք պետք է մի որոշ ժամանակով բաժանվենք», ասաց նա, ձայնը դողալով։ «Կամ գուցե նույնիսկ ընդմիշտ։ Չգիտեմ»։ Արամը քարացավ։ «Ինչ։ Ինչո՞վ»։ «Որովհետև ես քեզ վնասում եմ», ասաց Անահիտը, արցունքները սկսեցին թափվել։ «Որովհետև դու կորցրիր քո դստերը իմ պատճառով։ Որովհետև մարդիկ հիմա քեզ այլ կերպ են նայում։ Որովհետև քո հեղինակությունը քանդվում է։ Որովհետև ես բեռ եմ քո կյանքում։ Դա սուտ է»։ «Ոչ», բարձրացրեց նա ձայնը, ցավը հորթելով։ «Դու գիտես, որ այդպես չէ։ Ես կարդացել եմ մեկնաբանությունները, Արամ։ Ես լսում եմ շշուկները։ Ես տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ հիմա քեզ այլ կերպ վերաբերվում։
Եվ ես այլս չեմ կարող տանել քո դժբախտության պատճառը լինելը։ Արամը 2 քայլ արեց նրան քաշեց ամուր գրկի մեջ, նույնիսկ երբ նա փորձում էր դիմադրել։ Դու լսում ես, թե ինչ ես ասում, ասաց նա նրա մազերի մեջ։ Դու իմ դժբախտության պատճառը չես։ Դու իմ երջանկության պատճառն ես։ Տարիների ընթացքում առաջին անգամ է, որ ես ինձ իսկապես կենդանի եմ զգում, որ զգում եմ, թե իմ կյանքն իմաստ ունի աշխատանքից փողից բացի։ Բայց քո դուստրը։ Իմ դուստրն արդեն կորած էր, նախքան դու հայտնվեցիր, ընդհատեց Արամը, Անահիտի դեմքը բռնելով ձեռքերի մեջ ստիպելով նրան նայել իր աչքերին։ Իմ նանեի միջ խնդիրը տարիների պատմություն ունի։ Դա քեզնով չի սկսվել։ Եվ եթե ես պետք է ընտրեմ ստի մեջ ապրելու մարդկանց հաճոյանալու համար, որոնք երբեք իսկապես իմ մասին չեն մտածել, կամ իմ ճշմարտությունն ապրելու քեզ հետ, ես ընտրում եմ քեզ։ Ամեն օր, ես ընտրում եմ քեզ։ Մարդիկ։ Թքած ունեմ մարդկանց վրա, գրքոտ ասաց Արամը։ Տարիներ շարունակ ես ապրել եմ բոլորին հաճոյանալու համար։ Ապրել եմ ապացուցելու, որ ինչ-որ մեկն եմ, որ հարգանքի եմ արժանի, որ արժեք ունեմ։ Մի ամբողջ կյանք եմ կառուցել, հիմնվելով նրա վրա, թե ուրիշներն ինչ են մտածում իմ մասին։ Եվ գիտես, թե ինչի հասա դրանով։ Քանդված ամուսնության, ինձ ատող դստեր միայնության, որն ինձ ներսից սպանում էր։ Մինչ դու հայտնվեցիր։ Նա մաքրեց արցունքները նրա դեմքից բութ մատներով։ Դու ինձ փրկեցիր, Անահիտ։ Հիշեցրիր, թե ինչն է իսկապես կարևոր։ Հիշեցրիր, թե որտեղից եմ եկել, թե ով եմ ես իրականում։ Եվ ես թույլ չեմ տա, որ դու հեռանաս, միայն որովհետև մի խումբ մակերեսային նախապաշարված մարդիկ չեն կարողանում տեսնել այն, ինչ ես տեսնում եմ քո մեջ։ Անահիտը հեկեկաց, ճակատը հենելով նրանին։ Ես վախենում եմ, խոստովանեց նա։ Վախենում եմ, որ դու կզղջաս։ Վախենում եմ, որ մի օր կարթնանաս կհասկանաս, որ սխալ ընտրություն ես արել։ Երբեք, խոստացավ Արամը։ Դու լավագույն բանն ես, որ երբե պատահել է ինձ հետ։ Դու, Դավիթը, տատիկ Ֆլորան։ Դուք հիմա իմ ընտանիքն եք։ Եվ ես իմ ընտանիքից հրաժարվողը չեմ։ Նրանք երկար գրկախառնված մնացին, մինչ Անահիտը վերջապես հանգստացավ։ Բայց նույնիսկ այդ խոսակցությունից հետո նա գիտեր, որ ամեն ինչ չի կարող շարունակվել այնպես, ինչպես կա։ Ինչ-որ բան պետք է փոխվեր։ Եվ փոխվեց։ 3 օր անց Արամը մամուլի ասուլիս հրավիրեց։ Անահիտին չասաց, թե ինչ է ծրագրում, որովհետև գիտեր, որ նա կփորձի խանգարել։ Բայց նա որոշում էր կայացրել հետ չէր կանգնի։ Ասուլիսը նշանակված էր երեքշաբթի առավոտյան ժամը 10-ին Մարտիրոսյան շինի դահլիճում։ Տարբեր լրատվամիջոցների լրագրողներ ներկա էին, հետաքրքրված, թե ինչ ասելիք ունի միլիարդատեր գործարարը։ Արամը բեմ բարձրացավ, հագին անթերի կոստյում, բայց առանց փողկապի, լուրջ, բայց վճռական հայացքով։ Խցիկները սկսեցին կրակել, լուսարձակները լուսավորեցին միջավայրը։ Բար բոլորին, սկսեց նա, նրա հաստատուն ձայնը արձագանքելով դահլիճում։ Ես հրավիրել եմ այս ասուլիսը, որովհետև պետք է պարզաբանեմ որոշ բաներ, որոնք ասվում են իմ մի մարդու մասին, ում ես շատ եմ սիրում։ Նա դադար տվեց, խորը շունչ քաշելով։ Իմ անունը Արամ Մարտիրոսյան է։ Ես գործարար եմ, հայր եմ, մի մարդ, որը կյանքի ընթացքում շատ սխալներ է գործել։ Բայց Անահիտ Սարգսյանին ճանաչելը դրանցից մեկը չէր։ Նա սկսեց պատմել պատմությունը սկզբից։ Հանդիպումը հրուշակարանում տղան, որն ընդունեց հիասթափությունը մի հասունությամբ, որը չպետք է ունենար, մայրը, որը քրտնաջան աշխատում էր որդուն արժանապատվություն տալու համար, օգնելու որոշումը։ Խոսեց այն մասին, թե ինչպես այդ հանդիպումը փոխեց նրան, ինչպես արթնացրեց իր մեջ մի բան, որը տարիներ շարունակ քնած էր։ Ես աղքատ եմ ծնվել, շարունակեց Արամը, շատ լրագրողներ լայն բացեցին աչքերը բացահայտումից։ Մեծացել եմ Նոր Նորքում, ծայրամասում։ Մայրս մաքրուհի էր։ Մենք ոչինչ չունեինք, բացի սիրուց շատ պայքարից։ Եվ հենց այդ սերն ու պայքարն են ինձ հասցրել այստեղ։ Բայց ճանապարհի ինչ-որ մի տեղ ես մոռացա դրա մասին։ Մոռացա, թե որտեղից եմ եկել։ Մոռացա, թե ինչն է իսկապես կարևոր։ Նա նորից դադար տվեց, նրա ձայնն ավելի հուզված դարձավ։ Անահիտն ինձ հիշեցրեց։ Նա ինձ հիշեցրեց, որ իսկական հարստությունը ոչ թե իմ կառուցած շենքերում է կամ իմ վաստակած փողի մեջ։ Այն մեր ստեղծած կապերի, մեր շոշափած կյանքերի, մեր տված ստացած սիրո մեջ է։ Եվ այո, մենք միասին ենք։
Եվ այո, ես նրան սիրում եմ։ Խորապես։ Դահլիճում որոշ շշուկներ տարածվեցին։ Եվ նրանց համար, ովքեր կարծում են, որ նա ինձ հետ շահի համար է, դուք չէիք կարող ավելի սխալվել։ Անահիտը դժկամությամբ էր ընդունում իմ օգնությունը առաջին իսկ օրվանից։ Փորձում էր վերադարձնել այն տորթի գումարը, որը գնել էի իր որդու համար։ Վարանում էր ընդունել իմ առաջարկած աշխատանքը, որովհետև վախենում էր, թե մարդիկ ինչպես կնայեն դրան։ Եվ մինչ այսօր նա վճարում է իր սեփական հաշիվները, պնդում է կիսել ծախսերը, երբեք ինձնից ոչ մի լումա չի խնդրել։ Արամի ձայնն ավելի հաստատուն, ավելի մարտահրավեր նետող դարձավ։ Խնդիրն այն չէ, որ նա համեստ ծագում ունի։ Խնդիրը ձեր նախապաշարմունքն է։ Խնդիրը մի հասարակություն է, որը դեռ հավատում է, որ մարդու արժեքը նրա բանկային հաշվի, նրա ազգանվան, նրա ապրած թաղամասի մեջ է։ Անահիտ Սարգսյանը ամենաուժեղ, ամենաազնիվ, ամենաարտասովոր մարդկանցից մեկն է, ում ես երբեք հանդիպել եմ։ Եվ նա ավելի շատ արժեք ունի մի ճկույթում, քան շատ մարդիկ, որոնք հաճախում են նույն վայրերը, ինչ ես։ Նա ուղիղ նայեց խցիկներին։ Ես ներողություն չեմ խնդրի նրան սիրելու համար։ Չեմ թաքցնի իմ հարաբերությունները։ Չեմ ձացնի, թե չեմ զգում այն, ինչ զգում եմ հաճոյանալու համար մարդկանց, որոնք դատում են առանց ճանաչելու։ Եվ եթե դա նշանակում է կորցնել հաճախորդներ, կորցնել պայմանագրեր, կորցնել բարձր հասարակության հարգանքը, ապա թող այդպես լինի։ Որովհետև երկար տարիների ընթացքում առաջին անգամ ես անկեղծ եմ ինքս ինձ հետ։ Դահլիճում լռություններ։ Արամն ավարտեց իր ելույթը թեթակի դողացող ձեռքերով, բայց սրտով, որն ամիսների ընթացքում ամենաթեթն էր։ Նա աշխարհի առաջ ասել էր իր ճշմարտությունը, առանց ստիճների, առանց թաքնվելու։ Եվ հիմա հետդարձի ճանապարհ չկար։ Շնորհակալություն ուշադրության համար, ասաց նա բեմից իջավ, չպատասխանելով լրագրողների բղաված տասնյակ հարցերից ոչ մեկին։ Անահիտն իր գրասենյակում էր, 3 հարկ ներկ, երբ գործընկերուհուց զանգ ստացավ, ասուլիսի մասին տեղեկացնելով։ Դողացող ձեռքերով նա բացեց լրատվական կայքը, համակարգչում դիտեց ուղիղ հեռարձակումը, որը դեռ եթերում էր։ Լսեց Արամի ասած յուրաքանչյուր բառը, տեսավ նրա աչքերի վճռականությունը, այն ձև, որով նա պաշտպանում էր իրեն բոլորի առաջ։ Երբ տեսանյութն ավարտվեց, Անահիտը ձեռքերով փակեց դեմքը, լաց եղավ։ Բայց դրանք տխրության կամ ամոթի արդյունքներ չէին։ Դրանք թեթացման, սիրո, երախտագիտության արդյունքներ էին, գտնելու համար մեկին, ով իրեն այնքան էր սիրում, որ պատրաստ էր ամբողջ աշխարհի դեմ կանգնել իր համար։ Նա վերցրեց պայուսակը, վազելով դուրս եկավ գրասենյակից, աստիճանները երկու-երկու բարձրանալով մինչ Արամի հարկը։ Քարտուղարուհին փորձեց զգուշացնել, որ նա զբաղված է, բայց Անահիտն անտեսեց հրեց գրասենյակի դուռը։ Արամը կանգնած էր պատուհանի մոտ, դեռ մարսելով այն, ինչ հենց նոր արել էր։ Երբ լսեց դռան բացվելը, տեսավ Անահիտին այնտեղ, շեմին կանգնած, կարմիր աչքերով, արցունքներից թաց դեմքով, նա 3 երկար քայլով անցավ սենյակը, նրան քաշեց իր գիրկը։ Դու խենթ ես, ասաց նա նրա կրծքին, հեկեկոցների միջից։ Լրիվ խենթ։ Գիտեմ, պատասխանեց նա, նրան ավելի ամուր սեղմելով։ Ինչու դու դա արեցիր։ Ինչու քեզ այդպես բացահայտեցիր։ Իսկ եթե ամեն ինչ կորցնես։ Արամը նրան թեթակի հեռացրեց, որպեսզի կարողանա նրա աչքերին նայել։ Ուրեմն կկորցնեմ։ Բայց քեզ չեմ կորցնի։ Եվ դա է միակ կարորը։ Անահիտը համբուրեց նրան, հենց այնտեղ նրա գրասենյակում, չմտահոգվելով, որ ինչ-որ մեկը կարող է տեսնել ապակե պատերի միջով։ Դա սիրով, երախտագիտությամբ, խոստումով լի համբույր էր, որ նրանք միասին կլինեն, անկախ նրանից, թե ինչ կլինի։ Հաջորդ օրերին Արամի ասուլիսը վիրուսային դարձավ։ Տեսանյութը հազարավոր անգամներ տարածվեց սոցցանցերում, մեկնաբանվեց հեռուստահաղորդումներում, քննարկվեց կարծիքի սյունակներում։ Եվ շատերի, այդ թվում հենց Արամի զարմանքի համար, մեծամասնության արձագանքը դրական էր։ Հազարավոր մարդիկ մեկնաբանեցին, աջակցելով զույգին, կիսվելով իրենց սեփական անհավանական սիրո պատմություններով, դիմակայած նախապաշարմունքներով, իրենց ճշմարտությունն ապրելու քաջությամբ։ Հայտնի մարդիկ հանդես եկան ի պաշտպանություն, գովելով Արամի քաջությունը, մարտահրավեր նետելու բարձր հասարակության նորմերին։ Նույնիսկ որոշ հաճախորդներ, գործընկերներ կապ հաստատեցին, հիացմունք արտահայտելու համար։ Իհարկե, դեռ կային բացասական մեկնաբանություններ, դեռ կային մարդիկ, որոնք չէին հավանում, բայց նրանց ձայնը, ովքեր աջակցում էին, շատ ավելի բարձր էր։ Եվ առաջին անգամ Անահիտը զգաց, որ կարող է շնչել առանց դատաստանի վախի։
Բայց ամենալավ արձագանքը եկավ անսպասելի տեղից։ Ասուլիսից 3 օր անց, ուշ գիշերին, Արամի հեռախոսը զանգեց։ Նա Անահիտի տանն էր, Դավիթին օգնում էր դպրոցի համար գիտական նախագծի հետ, երբ տեսավ անունը էկրանին։ Նա է։ Նրա սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա նայեց Անահիտին, որը գլխով խրախուսական ժեստ արեց, պատասխանեց. Ալո։ Բար, հայրիկ։ Նանեի ձայնը փոքր, վարանոտ հնչեց։ Ժամանակ ունես խոսելու։ Արամը դուրս եկավ բնակարանի փոքրիկ պատշգամբ, փակելով դուռը առանձնանալու համար։ Քեզ համար միշտ ժամանակ ունեմ, աղջիկս։ Մյուս կողմից երկար դադար եղավ։ Ես տեսա քո ասուլիսը, վերջապես ասաց Նանեն։ Տեսավ, թե ինչպես էիր խոսում Անահիտի, Դավիթի մասին, թե ինչպես են նրանք քեզ փոխել։ Եվ ես… Հայրիկ, ես չգիտեի։ Չգիտեի, որ դու ծայրամասում ես մեծացել, որ տատիկը մաքրուհի է եղել։ Մայրիկն ինձ դա երբեք չի պատմել։ Մայրդ չի սիրում խոսել այդ ժամանակաշրջանի մասին, հանգիստ ասաց Արամը։ Միշտ կարծել է, որ դա թաքցնելու բան է, ոչ թե տոնելու։ Բայց դու չթաքցրիր։ Դու բացահայտ խոսեցիր, բոլորի առաջ։ Եվ մի բան կար, որ դու ասացիր, որ մնաց իմ մտքում։ Նանեն դադար տվեց։ Դու ասացիր, որ կորցրել ես քո դստերը, որ դա քո մեղքով է։ Քո արած սխալ ընտրությունների պատճառով։ Արամը կոկորթում խեղդոց զգաց։ Եվ դա ճիշտ է։ Ես բացակա հայր եմ եղել, Նանե։ Այնքան եմ աշխատել, որ քեզ նյութապես ամեն ինչ տամ, որ մոռացել եմ տալ այն, ինչն իսկապես կարևոր էր։ Իմ ներկայությունը։ Իմ ժամանակը։ Իմ սերը։ Ես այնքան բարկացած էի քեզ վրա, խոստովանեց Նանեն, նրա ձայնը սկսեց դողալ։ Այնքան բարկացած, որ դու տնից գնացիր, որ աշխատանքն ընտրեցիր, ամեն ինչի համար։ Եվ մայրիկը սնուցում էր այդ բարկությունը։ Նա միշտ քեզ ներկայացնում էր որպես չարագործ։ Բայց երբ տեսա քեզ խոսելիս այդ տեսանյութում, տեսա մի մարդու, ում չէի ճանաչում։ Տեսա մի մարդու, որն անկեղծ էր, խոցելի, իրական։ Եվ ես հասկացա, որ գուցե երբեք քեզ իսկական հնարավորություն չեմ տվել։ Արցունքները սկսեցին թափվել Արամի դեմքով։ Նանե։ Ես չեմ ասում, որ ամեն ինչ լավ է, շտապեց ասել նա։ Չեմ ասում, որ ամեն ինչ մոռացել եմ։ Բայց կարծում եմ, ուզում եմ քեզ իսկապես ճանաչել։ Ոչ թե կարոր գործարարին, ոչ թե այն հորը, որին մայրիկը ներկայացրել է որպես չարագործ։ Այլ քեզ, իսկականիդ։ Եթե դու ուզում ես, իհարկե։ Ուզում եմ, անմիջապես ասաց Արամը, ձայնը խեղդված հուզմունքից։ Իհարկե ուզում եմ։ Ամեն ինչից շատ։ Ուրեմն գուցե կարող ենք հանդիպել։ Սուրճ խմել կամ նման մի բան։ Առանց ճնշման, առանց մեծ սպասումների։ Ուղղակի զրուցել։ Երբ ուզում ես։ Որտեղ ուզում ես։ Նրանք հանդիպում նշանակեցին հաջորդ շաբաթ օրը, մի սրճարանում, որը Նանեն սիրում էր։ Երբ անջատեց հեռախոսը, Արամը երկար կանգնած մնաց պատշգամբում, նայելով Երանի գիշերային երկնքին, հազիվ հավատալով այն, ինչ հենց նոր տեղի էր ունեցել։ Երբ վերադարձավ ներս, Անահիտը սպասում էր անհանգիստ արտահայտությամբ։ Նանեն էր, ասաց նա, մի հսկայական ժպիտ բացվեց նրա դեմքին։ Նա ուզում է ինձ տեսնել։ Նա ուզում է խոսել։ Անահիտը ձեռքերով փակեց բերանը, աչքերը փայլում էին ուրախությունից։ Արամ, դա հրաշալի է։ Դավիթը, որը նկարում էր հյուրասենյակի սեղանին, վեր նայեց։ Ո՞վ է Նանեն։ Իմ դուստրն է, բացատրեց Արամը, կրանալով տղայի կողքին։ Քո։ Դե կլիներ քո խորտ քույրը, եթե իմ մորթ միջ ամեն ինչ պաշտոնական դառնա։ Դավիթը մի պահ մտածեց, իր բնորոշ լրջությամբ մարսելով տեղեկությունը։ Նա լավն է։ Կարծում եմ, այո, ժպիտով պատասխանեց Արամը։ Բայց շատ վաղուց նրան չեմ տեսել։ Շաբաթ օրը կիմանամ։ Հանդիպումը Նանեի հետ հուզիչ մի նույն ժամանակ դժվար էր։ 16-ամյա աղջիկը տարօրինակ խառնուրդ էր այն երեխայի, որին Արամը հիշում էր, մի երիտասարդ կնոջ, որին նա չէր ճանաչում։ Նրանք ժամերով խոսեցին այդ առաջին օրը, Արամն ավելի շատ լսում էր, քան խոսում, թույլ տալով նրան արտահայտել բոլոր կուտակված վիրավորանքները, բոլոր հիասթափությունները, բոլոր զսպված զգացմունքները։ Դա ակնթարթային հաշտություն չէր։
Նանեն դեռ շատ բարկություն ուներ, շատ չլուծված հարցեր։ Բայց դա սկիզբ էր։ Եվ հաջորդ ամիսների ընթացքում նրանք պարբերաբար հանդիպում էին։ Արամն առաջին անգամ իսկապես ճանաչեց նրան, նրա ճաշակները, երազանքները, վախերը։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, նրանց միջ կամուրջը սկսեց վերականգնվել։ Անահիտը հիմնարար դեր խաղաց այս գործընթացում։ Նա երբեք չփորձեց զբաղեցնել Նանեի մոր տեղը, երբեք չպարտադրեց մտերմություն, բայց միշտ այնտեղ էր մի քնքուշ, ընդունող ներկայություն։ Եվ ժամանակի ընթացքում Նանեն սկսեց նրան տեսնել ոչ թե որպես մրցակից կամ ներխուժող, այլ որպես մեկին, ով անկեղծորեն սիրում էր իր հորը նրա համար լավագույնն էր ուզում։ Շրջադարձային կետը եկավ առաջին հեռախոսազրույցից 6 ամիս անց, երբ Նանեն հանդիպեց Դավիթին։ Արամը դստերը հրավիրել էր կիրակնօրյա ճաշի Անահիտի տուն, թե լարված, նա համաձայնեց։ Դավիթը առաջին իսկ պահից հիացած էր իր ավագ քրոջով։ Նա ցույց տվեց իր խաղալիքները, պատմեց դպրոցի պատմություններ, միլիոնավոր հարցեր տվեց նրա կյանքի մասին։ Նանեն, որը եկել էր լարված պաշտպանողական, թուլացավ տղայի վարակիչ էներգիայի առաջ։ Ճաշի վերջում, երբ նա հեռանում էր, Դավիթը գրկեց նրան։ Դու կարող ես վերադառնալ, երբ ուզես, ասաց նա իր բնորոշ անկեղծությամբ։ Դու լավն ես։ Նանեն ծնկի իջավ, նրա հասակին հավասարվելու համար։ Դու էլ ես լավը, Դավիթ։ Շատ լավը։ Այդ օրվանից հետո Նանեի մեջ ինչ-որ բան փոխվեց։ Նա սկսեց ավելի հաճախ այցելել, ավելի շատ մասնակցել հոր կյանքին, ընդունել, որ գուցե նա իրական ինչ-որ բան է գտել Անահիտի Դավիթի հետ։ Հայտնի մամուլի ասուլիսից 1 տարի անց Արամը վստահ էր, թե ինչ է ուզում անել։ Շաբաթ առավոտ էր, նա իր բնակարանում էր, նայում էր մի փոքրիկ կապույտ թավշյա տուփի, որը հենց նոր էր գնել։ Ներսում մի պարզ, բայց գեղեցիկ մատանի էր, համեստ ադամանդով։ Դա ոսկերչական խանութի ամենաթանկ մատանին չէր, ոչ էլ ամենաաչքի ընկնողը։ Բայց դա ճիշտն էր։ Դա Անահիտն էր։ Նա նրան ամուսնության առաջարկ արեց կիրակի օրը, այն այգում, որտեղ սովորաբար Դավիթին տանում էր գնդակ խաղալու։ Մեծ բեմադրություն չկար, վարդի թերթիկներ կամ ջութակահարներ չկային։ Միայն նրանք երեքը, շուրջ բոլորը խաղացող երեխաների ձայնը, Արամը ծնկի իջած խոտի վրա հարցնելով, թե արդյոք Անահիտը կհամաձայնի իր կյանքի մնացած մասն անցկացնել իր հետ։ Նա այո ասաց, նախքան նա կավարտեր հարցը, միաժամանակ ծիծաղելով, լաց լինելով։ Դավիթը թռավ երկուսի գիրկը, ուրախությունից բղավելով, այգու մյուս մարդիկ ծափահարեցին, նույնիսկ լավ չիմանալով, թե ինչ է կատարվում։ Հարսանիքը նշանակվեց 6 ամիս անց, բավականաչափ ժամանակ, որպեսզի տատիկ Ֆլորան, որն ավելի ու ավելի թույլ էր, կարողանար մասնակցել վայելել։ Նրանք ընտրեցին պարզ մտերմիկ արարողություն, այն նույն համեստ եկեղեցում, որտեղ տատիկ Ֆլորան ամուսնացել էր տասնամյակներ առաջ։ Եկեղեցին փոքր էր, ժամանակի ընթացքում մաշված փայտե նստարաններով, պարզ վիտրաժներով, որոնք արի լույսը ներս էին թողնում գունավոր ճառագայթներով։ Ընդամենը 50 հոգի էր հրավիրված։ Ոչ կարոր հաճախորդներ, ոչ գործընկերներ, ոչ այն բարձր հասարակությունը, որը մի ժամանակ արամարել էր իրենց հարաբերությունները։ Միայն այն մարդիկ, որոնք իսկապես կարոր էին։ Իսկական ընկերներ, ընկերության որոշ սիրելի աշխատակիցներ, որոնք ընտանիք էին դարձել, Անահիտի շենքի հարանները, որոնք միշտ նրան աջակցել էին, սուպերմարկետի ժամանակների գործընկերները։ Եվ Նանեն։ Նա այնտեղ էր, գեղեցիկ բաց կապույտ զգեստով, հանդես գալով որպես հարսնաքույրներից մեկը։ Հոր հետ հաշտությունը կատարյալ չէր եղել, դեռ դժվար օրեր կային, բայց նա այնտեղ էր, դա աշխարհի չափ բան էր նշանակում Արամի համար։ Դավիթն օղակները բերող տղան էր, մատանիները տանելով սպիտակ բարձիկի վրա, լուրջ կենտրոնացած, կարծես դա աշխարհի ամենակարոր առաքելությունն էր։ Նա հագել էր մի կոստյում, որը Արամը գնել էր այդ առիթով, փայլում էր երջանկությունից։ Տատիկ Ֆլորան, նստած առաջին շարքում, լուր լացում էր ուրախությունից։ Նա ավելի նիհար էր, ավելի փխրուն, բայց նրա աչքերը փայլում էին, տեսնելով թոռնուհուն քայլելիս դեպի խորան, գեղեցիկ պարզ, բայց էլեգանտ սպիտակ զգեստով։ Արարողությունը կարճ էր, բայց հուզիչ։ Արամն ու Անահիտը փոխանակեցին իրենց գրած ուխտերը, խոսելով անսպասելի հանդիպումների, անսպասելիորեն ծնվող սիրո, միասին աշխարհին դիմակայելու ուժի մասին։ Երբ քահանան վերջապես նրանց հայտարարեց ամուսին կին, նրանք համբուրվեցին, եկեղեցում չոր աչք չկար։ Բայց ամենամեծ անակնկալը եկավ հետո, եկեղեցու կողքի սրահում կազմակերպված փոքրիկ ընդունելության ժամանակ։ Արամը բոլորի ուշադրությունը խնդրեց, Դավիթի հետ կողք կողքի հայտարարություն արեց։
Նախքան իսկական տոնակատարությունը սկսելը, ասաց նա, նրա ձայնը արձագանքելով պարզ, բայց սիրով զարդարված սրահում, մի բան կա, որ ես պետք է անեմ։ Նա ծնկի իջավ Դավիթի առաջ, տղայի հասակին հավասարվելով։ Կոստյումի գրպանից հանեց մի ծրար տվեց երեխային։ Դավիթ, սկսեց նա, նրա ձայնը խեղդված էր, այն օրվանից, երբ ես քեզ հանդիպեցի, դու փոխեցիր իմ կյանքը։ Ինձ սովորեցրիր բաներ, որոնք ես մոռացել էի, հիշեցրիր, թե ինչն է իսկապես կարևոր։ Եվ վերջին 2 տարիներին ես պատիվ եմ ունեցել լինելու քո կողքին, տեսնելու քո աճը, մասնակցելու քո կյանքին։ Դավիթը ծրարը բռնել էր 2 ձեռքով, նրա մեծ աչքերը սերված էին Արամի վրա։ Այս ծրարի մեջ թղթեր կան։ Որդեգրման թղթեր։ Եթե դու համաձայնես, ես կցանկանայի պաշտոնապես քո հայրը լինել։ Ես չեմ փոխարինի քո կենսաբանական հորը, որովհետև դա հնարավոր չէ, արդար չէ։ Բայց ես ուզում եմ լինել քո սրտի հայրը։ Ուզում եմ լինել դպրոցի բոլոր տոներին, ֆուտբոլի բոլոր խաղերին, քո կյանքի բոլոր կարևոր պահերին։ Ուզում եմ օգնել քեզ տնային աշխատանքների հետ, մխիթարել, երբ տխուր ես, ծափահարել, երբ մեծ բանի հասնես։ Արցունքները սկսեցին թափվել Արամի դեմքով։ Ուրեմն ես քեզ հարցնում եմ, Դավիթ, դու համաձայն ես ինձ որպես քո հայր ունենալ։ Սրահում լռություններ։ Բոլորը սպասում էին տղայի պատասխանին։ Դավիթը նայեց ծրարին, հետո մորը, որը հորդառատ լացում էր, վերջապես նորից Արամին։ Դա նշանակում է, որ մենք միշտ միասին ենք լինելու, հարցրեց նա իր բարակ ձայնով։ Միշտ, խոստացավ Արամը։ Բոլոր պահերին։ Լավ, դժվար։ Երջանիկ, տխուր։ Միշտ։ Դավիթը ոչինչ չասաց։ Պարզապես նետվեց Արամի գիրկը, գրկելով նրան այն ամբողջ ուժով, որը թույլ էին տալիս նրա փոքրիկ ձեռքերը։ Եվ այդ գրկախառնության մեջ ավելի պարզ պատասխան կար, քան որը բառ կարող էր լինել։ Սրահը պայթեց ծափահարություններից, արցունքներից։ Անահիտը միացավ գրկախառնությանը, նրանք երեքը մնացին այնտեղ, մի նոր, պաշտոնապես ձևավորված ընտանիք, իրար բռնած, կարծես այլս երբեք բաց չէին թողնի։ Նանեն, տեսնելով այդ ամենը, զգաց, թե ինչպես իր մեջ ինչ-որ բան կոտրվեց։ Ամբողջ պարկությունը, որը դեռ պահում էր, բոլոր դիմադրությունները, որոնք պահպանում էր, լուծվեցին այդ տեսարանի առաջ։ Նա տեսավ այն հորը, որին երբեք իսկապես չէր ճանաչել, այն մարդուն, որը պատրաստ էր լիովին բացել իր սիրտը, սիրել առանց վերապահումների։ Եվ հասկացավ, որ ինքը նույնպես ուզում է այդ ընտանիքի մի մասը լինել։ Հարսանիքին հաջորդած ամիսներին նոր ընտանիքի կյանքը նոր առօրյա ստացավ։ Նրանք տեղափոխվեցին մի տուն, արմատյան թաղամասի հանգիստ մի հատվածում, ոչ մի համեմատություն այն շքեղ բնակարանի հետ, որը Արամն ուներ Կասկադի մոտ։ Դա 3 սենյականոց տուն էր, փոքրիկ բակով, որտեղ Դավիթը կարող էր խաղալ, ընդարձակ խոհանոցով, որտեղ Անահիտը սիրում էր պատրաստել, պատշգամբով, որտեղ տատիկ Ֆլորան անցկացնում էր իր երեկոները, նստած ճոճաթոռին։ Արամը կտրուկ կրճատեց իր աշխատանքային բեռը։ Գործադիր տնօրեն վարձեց ընկերության ամենօրյա գործառնությունները հոգալու համար, սկսեց աշխատել շաբաթական ընդամենը 4 օր, մյուս 3-ը նվիրելով ընտանիքին։ Նա ներկա էր նախաճաշին, Դավիթին տանում էր դպրոց, օգնում էր տնային աշխատանքների հետ, մասնակցում էր ծնողական ժողովներին։ Անահիտը շարունակեց աշխատելը Մարտիրոսյան շինվում, բայց այժմ ղեկավարում էր սոցիալական պատասխանատվության մի ամբողջ բաժին։ Նա ծրագրեր ստեղծեց, խոցելի իրավիճակում գտնվող ընտանիքներին օգնելու համար, կրթաթոշակներ առաջարկեց աշխատակիցների երեխաների համար, մանկապարտեզներ ներդրեց ընկերության շինհրապարակներում, որպեսզի աշխատող մայրերը կարողանան իրենց երեխաներին մոտ ունենալ։ Նրա աշխատանքը ճանաչում ստացավ, նա դարձավ կարևոր ձայն սոցիալական ներառման ցածր եկամուտ ունեցող մարդկանց համար հնարավորությունների վերաբերյալ բանավեճերում։ Նանեն սկսեց հանգստյան օրերն անցկացնել նոր տանը, ջերմ հարաբերություններ զարգացնելով Դավիթի հետ, որը նրան պաշտում էր, հարգալից Անահիտի հետ, որը երբեք չփորձեց փոխարինել նրա մորը, բայց միշտ նրան վերաբերվում էր անկեղծ ջերմությամբ։ Աղջիկն ավարտում էր դպրոցը, ծրագրում էր հոգեբանություն սովորել համալսարանում, ոգեշնչված Անահիտի, մարդկանց հասկանալու օգնելու ունակությունից։ Տատիկ Ֆլորան հարսանիքից հետո 2 տարի ապրեց, 2 օրնված տարի, որոնց ընթացքում նա շրջապատված էր սիրով հոգատարությամբ։ Նա տեսավ ծոռնիկի երջանիկ աճը, տեսավ թոռնուհու իրականացումը, հեռացավ խաղաղությամբ, մի հանգիստ կիրակի առավոտյան, քնած պատշգամբի ճոճաթոռին, ժպիտը շուրթերին։ Դա ցավոտ, բայց քնքուշ հրաժեշտ էր, ամբողջ ընտանիքը նրան հարգեց այնպես, ինչպես արժանի էր, հիշելով նրա ուժը, իմաստությունը, անվերապահ սերը, որը միշտ տվել էր։
Այդ պատահական հանդիպումից 5 տարի անց Մարտիրոսյանների ընտանիքը հավաքվել էր տան հյուրասենյակում մի անձրոտ շաբաթ օրը։ Դավիթը, այժմ 12 տարեկան, դարձել էր շփվող խելացի տղա, տարված գիտությամբ երազում էր ինժեներ դառնալ, հոր նման։ Նանեն արդեն համալսարանում այցելում էր, երբ կարողանում էր, ամուր հարաբերություններ էր զարգացրել խորտ եղբոր հետ։ Անահիտը հին նկարներ էր դասավորում ալբոմում, երբ հանդիպեց Դավիթի առաջին ծննդյան նկարին, որի համար վճարել էր Արամը, այն մեկին, որը փոխեց ամեն ինչ։ Նա կանչեց Արամին, նրանք երկուսով նայում էին այդ նկարին, փոքրիկ տղային, որը փչում էր մոմերը, դեմքին հսկայական ժպիտով։ Երբեմն մտածում եմ, մտախոհ ասաց Անահիտը, որ եթե ես այն օրը չգնայի այդ հրուշակարան, այս ամենից ոչինչ տեղի չէր ունենա։ Մեր կյանքերը լիովին տարբեր կլինեին։ Արամը ձեռքն անցկացրեց նրա ուսերով, նրան ավելի մոտ քաշելով։ Ճակատագիրը մեկ այլ ճանապարհ կգտներ մեզ միավորելու, համոզված ասաց նա։ Որովհետև որոշ կապեր անխուսափելի են։ Որոշ մարդիկ վիճակված են հանդիպելու։ Դավիթը, որը գիրք էր կարդում բազմոցին, վեր նայեց։ Դուք նորից սենտիմենտալ եք դարձել, բողոքեց նա, բայց ժպտում էր։ Սովորիր, ծիծաղելով ասաց Անահիտը, բարձր նետելով նրա վրա։ Այդ գիշեր, երբ Դավիթը քնեց, Արամն ու Անահիտը մնացին տան պատշգամբում, դիտելով, թե ինչպես է անձրը թափվում բակում։ Նա բռնել էր նրա ձեռքը, մատները միահյուսված, մտածում էր այն ամենի մասին, ինչ փոխվել էր այն շաբաթ օրվանից, երբ մտել էր հրուշակարան ընդամենը մի պատվեր վերցնելու։ Նա կյանքում շատ բաներ էր կառուցել։ Վեհաշուկ շենքեր, հաջողակ ընկերություն, զգալի հարստություն։ Բայց դրանցից ոչ մեկը չէր համեմատվում նրա հետ, ինչ կառուցել էր Անահիտի Դավիթի հետ։ Իսկական ընտանիք, իսկական տուն, իսկական սեր։ Նրանց պատմությունը, որը սկսվել էր հետաքրքրասեր հայացքներով, չարախինդ բամբասանքներով, դարձել էր քաղաքում հաղթահարման մարդկայնության խորհրդանիշ։ Շատ մարդիկ ոգեշնչվել էին նրանցով, թե ինչպես էին դիմակայել նախապաշարմունքներին, ինչպես էին ընտրել սերը սոցիալական պայմանականություններից վեր։ Արամը պարբերաբար նամակներ էր ստանում մարդկանցից, որոնք շնորհակալություն էին հայտնում, ձայն տալու համար հարաբերություններին, որոնք հասարակությունը դեռ դատում էր, ցույց տալու համար, որ սերը սոցիալական դասեր կամ տնտեսական տարբերություններ չի ճանաչում։ Բայց նրա համար այս ամենից ոչինչ այնքան կարևոր չէր, որքան պարզ պահերը։ Կիրակի առավոտները Դավիթի հետ նրբաբլիթներ պատրաստելը։ Նանեի հետ կյանքի ապագայի մասին խորը զրույցները։ Անահիտի գրկախառնությունները օրվա վերջում։ Տունը լցնող ծիծաղի ձայնը։ Պատկանելու, աշխարհում տեղ ունենալու, սիրված լինելու առանց վերապահումների սիրելու զգացողությունը։ Ինչի՞ մասին ես մտածում, հարցրեց Անահիտը, նկատելով նրա հեռու հայացքը։ Թե որքան բախտավոր էի, պատասխանեց Արամը, շրջվելով նրան նայելու։ Թե ինչպես մի պատահական պահ, ինչ-որ մեկին օգնելու իմպուլսիվ որոշումը փոխեց իմ ամբողջ կյանքը։ Թե ինչպես դու Դավիթը ինձ փրկեցիք մի դատարկ կյանքից, որը ես նույնիսկ չէի նկատում, որ ապրում եմ։ Անահիտը ժպտաց, այն գեղեցիկ ժպիտով, որը դեռ ստիպում էր նրա սրտին արագանալ։ Մենք էլ էինք բախտավոր։ Քեզ գտնելու։ Ավելի մեծ ընտանիք ձեռք բերելու։ Նորից սկսելու հնարավորություն ունենալու։ Նրանք մնացին այնտեղ գրկախառնված պատշգամբում, լսելով անձրի ձայնը, զգալով այն մարդու խաղաղությունը, ով վերջապես գտել է իր տեղն աշխարհում։ Կարևոր չէր, թե որտեղից էին եկել կամ որքան տարբեր էին իրենց ծագումները։ Կարևորն այն ներկան էր, որը նրանք միասին կառուցել էին, այն ապագան, որը կշարունակեին կառուցել, օրեցօր, ընտրություն առ ընտրություն։ Ի վերջո, իսկական հարստությունը ոչ թե կուտակված ունեցվածքի կամ ձեռք բերված սոցիալական կարգավիճակի մեջ էր։ Այն խորը մարդկային կապերի, համբերությամբ նվիրումով կառուցված սիրո, մյուսին կարեկցանքով գթասրտությամբ նայելու ամենօրյա ընտրության մեջ էր։ Այն առանց դատաստանի վախի սիրելու, անկեղծ լինելու, նույնիսկ երբ աշխարհը կեղծիք էր պահանջում, սիրտը հարմարավետությունից վեր դասելու քաջության մեջ էր։ Ամեն ինչ սկսվել էր չեղարկված տորթից, մի երեխայի տխուր հայացքից, մի մարդու պարզ ժեստից, որը որոշեց այդ պահին հիշել, թե որտեղից է եկել, ով է ինքն իրականում։ Եվ այդ փոխակերպող ժեստը ալիքներ էր ստեղծել, որոնք փոխեցին ոչ միայն երեք կյանք, այլ շոշափեցին անթիվ այլ մարդկանց, որոնք լսեցին պատմությունը, ոգեշնչվեցին անելու իրենց սեփական քաջարի ընտրությունները։ Տարիներ անց, երբ Դավիթը կմեծանա, կունենա իր սեփական երեխաները, նա կպատմի, թե ինչպես են իր ծնողները ծանոթացել։
Եվ կփոխանցի ամենակարևոր դասը, որը սովորել է, որ անկեղծ բարությունը ունի ամբողջ կյանքեր փոխելու ուժ, որ իսկական սերը հաղթահարում է ցանկացած արգելք, որ երբեմն ամենապատահական հանդիպումները ամենանշանակալին են։ Անձրը շարունակում էր թափվել դրսում, բայց այդ տան ներսում կար միայն ջերմություն, սեր համոզմունք, որ անկախ նրանից, թե ինչ կբերի ապագան, նրանք դրան կդիմակայեն։ Միասին։ Որպես ընտանիք։ Ինչպես պետք է լիներ։